Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այսօրվա մեր բանավեճ քննարկման մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Արկադի Վարդանյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանը եւ Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանը։ Ողջունում եմ պարոնայք, այսօր լսելու ենք ձեր փաստարկները եւ հակափաստարկները եւ ես առաջարկում եմ առաջին հարցը։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արել, որոնց մասին կուզենայինք լսել ձեր դիտարկումները։ Նրա համոզմամբ 2018 թվականին, եթե նա ասում է հետևյալը, եթե իրենց քաղաքական թիմը իշխանության չգար, այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չէր ունենա։ Փաշինյանը շարունակում է. Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում էր հայտնվել Ղարաբաղի հարցով եւ այնուհետեւ նա ասում է. բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գան գրպանից, անկախ պետություն լինենք։ Սա մեծ իր ելույթից տարբեր դրվագներ են, որը մի տրամաբանության մեջ փորձեցի ներկայացնել։ Եվ այսպես հարցերս հետևյալն են, որ երկրի գրպանում ենք մենք ըստ Փաշինյանի, ինչու այդ երկրի անվանումը չհնչեցրեց Նիկոլ Փաշինյանը եւ արդյոք այդ գրպանից դուրս գալու վճռական քայլերը մենք տեսնում ենք։ Պարոն Խզմալյան, խնդրեմ ձեզանից սկսենք։ Ինձնից։ Այո։ Մեր պապերն ասում են ջուրը փոքրին, խոսքը մեծին, բայց քանի որ ջուր սեղաններին չկա, թող սկսեմ ես փոքրը։ Արդյոք որ երկրի անունը չի տալիս Նիկոլ Փաշինյանը, դա համարյա անեկդոտիկ հարց է, եւ ում գրպանում էր գտնվում եւ մինչեւ հիմա պարզապես կարելի է միայն վիճել, այն էլ կես լուրջ, թե արդյոք մենք Ռուսաստանի գրպանում ենք, թե մեկ այլ տեղում։ Ես կարծում եմ, որ մենք եղել ենք եւ մնում ենք շնորհիվ նաեւ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի սապոգի տակ, որովհետեւ եւ 7 տարի առաջ եւ այսօր հայկական տնտեսության, էներգետիկայի, քաղաքական դաշտի, մամուլի 2/3-ը պաշտոնական տվյալներով պատկանում են Ռուսաստանին։ Մեր հանքերը, ֆինանսաբանկային համակարգը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս առումով երկիրը, որի տարածքի վրա երկու թշնամական բանակ են կանգնած, մեկը հիշեցնեմ 230-40 քառակուսի կիլոմետր զավթված է Ադրբեջանի բանակով, մյուսը ռուսական բանակը, որը նույնպես թշնամական է մեզ, կանգնած է մինչև հիմա երկու պետական սահմաններին եւ ռազմաբազա ունի, խոսել, որ մենք ազատագրել ենք Հայաստանը, ինչից, Արցախից ազատագրել է Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ նրան, թե ինչ է եղել 2018 թվականին, որովհետեւ բազմիցս ասել եմ, դա հեղափոխություն չէր, դա տեղափոխություն էր։ Ես պարզապես ուզում եմ այս պահին ասել, որ եթե այս իրավիճակը, որը հմտորեն պահպանվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ հետո պահպանվել է եւ պահպանվում է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, շարունակվի, ապա մենք ունենանք հետեւյալ իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի առաջին ժամկետում Հայաստանը պարտվեց Արցախում, նրա երկրորդ ժամկետի ընթացքում Հայաստանը կորցրեց հայաթափված Արցախը, գոնե ժամանակավոր ես վստահ եմ։ Երրորդ անգամ, եթե ժողովուրդը կրկնի նույն սխալը եւ նույն փոცხին կանգնի, Հայաստանը կհայաթափվի, արդեն Հայաստանը կհայաթափվի այդ անորոշությունից, վախի, խուճապի, անորոշության, կրկնում եմ, մթնոլորտում։ Ուստի կարծում եմ, որ պետք է ոչ թե խոսել այն մասին, թե ինչ է եղել 18 թվականին, այլ ինչ է լինելու մեր երկրի հետ։ Եվ ես կրկնում եմ, ավարտելով ձեր հարցի պատասխանը, որ Հայաստանը մնում է ռուսական գաղութ, ավելացրեց դրան Նիկոլ Փաշինյանը այն, որ հիմա մենք ոչ միայն Մոսկվայից ենք կախված, այլ նաև Բաքվից եւ Անկարայից։ Նրանց է սպասարկում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր գործունեությամբ եւ կրկնում եմ, եթե սա շարունակվի 1 տարի անց Հայաստանը կանգնելու է զանգվածային արտագաղթի սպառնալիքի առաջ։
Այսինքն դուք համաձայն եք, որ այնուամենայնիվ այս առաջին ձևակերպման հետ Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում էր հայտնվել Ղարաբաղի հարցով, պարզապես ասում եք, որ այդ գրպանում շարունակում ենք մնալ։ Ոչ, ավելացել է եւս մի քանի գրպան, փոքրիկ գրպաներ, հիմա նաեւ Ադրբեջանի, եւ եթե մենք օգտագործենք գրպանը, ես կարծում եմ գրպանը հաջող համեմատություն չէ, գրպան մտնում են ուրիշ նպատակով։ Մենք սապոգի տակ ենք, հիմա այդ մեկ սապոգին, մեծ սապոգին ավելացավ նաև թուրքական եւ ադրբեջանական սապոգը, որը բարի բուն իմաստով կանգնած է թուրքականը Արցախում, որին հրավիրել են ռուսները, ադրբեջանականը մեր հարազատ մնացած մեր հայրենիքի տարածքում։ Դա քննարկելու բան չէ, դա փաստ է, դա փաստարկ չէ։ Եվ բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, անկախ պետություն լինենք, դուք վճռորոշ քայլեր տեսնում եք Փաշինյանի կողմից, որ որոշել են, որ պետք է դուրս գան։ Վճռորոշ քայլը մեկն էր եւ այդ քայլը կազմակերպեցինք մենք Եվրոդաշինք նախկինում կոչվող Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ քաղաքական ուժը, դա անդամակցություն էր Եվրոմիությանը, ապագայում նաև ՆԱՏՕ-ին։ Դա միակ քայլն է անկախ պետականությունը պահպանելու ճանապարհին։ Բոլոր մնացած քայլերը, եթե դրանք կան, տանում են Հայաստանին դեպի անդունդ, որտեղ մենք որի եզրին մենք արդեն հայտնվել ենք։ Եվ այդ քայլը Փաշինյանը դեռևս 8 ամիս ինչ մենք ընդունել ենք այդ օրենքը, ազգային ժողովն է ընդունել, սակայն նրանք դա չեն կատարում եւ չեն կատարի, որովհետեւ ունեն պարտականություններ Պուտինի, Ալիև եւ Էրդողանի առջեւ։ Շնորհակալություն։ Պարոն Սարուխանյան, նույն հարցերը ձեզ, որ երկրի գրպանում ենք, ինչու այդ երկրի անվանումը չի տալիս Փաշինյանը եւ իսկապես նա ասում է, որ որոշել ենք դուրս գանք, իսկապես դուրս են գալիս։ Շնորհակալություն ստալու համար։ Ես ինքս արդեն կենտրոնացել եմ փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի անունը չի տալիս։ Եվ կտամ տարբերակ, թե ինչու չի տալի, որովհետև ինքը մնում է հավատարիմ իր ոճին։ Այսինքն ամեն հարցի մեջ կիսատ պրատություն, ամեն հարցի մեջ թողում է մի պատուհան, որ տեղն է կա ժամանակը, ոնց ուզի պատտասնի այդ հարցը։ Սա բնորոշ է մի մարդու գործունեության, որը ոչ թե հստակ ծրագիր ունի, այլ բնորոշ է այն մարդու գործունեությանը, ով ունի տերեր։ Այսինքն ինքը տեղ է թողում, որ իր տերերը երբ որ կորեկտիրովկա անեն, ինքը կարողանա փոքր ինչ տեղափոխի բան։ Այն ինչ որ ինքը ասում է, որ մենք ինչ որ մի երկրի գրպանում ենք, ուրեմն նախ եւ առաջ պետք է ասվել, թե որ գրպանում, որովհետեւ դրանից շատ մեծ բան է կապված։ Ինչ օրինակ։ Օրինակ, այն թե այդ գրպանից դուրս գալու process-ին ինչ շարժում պետք է անես։ Ձեռքդ տանես ծոցագրպանդ, թե ձեռքդ տանես հետևի մաս շալվարիդ գրպանից հանես։ Թե այս վերևի մասից։ Այսինքն յուրաքանչյուր գնահատական իր հետևից պարունակում է նաև քո գործունեությունը, թե դու ինչ պետք է անես, որ դուրս գաս այդ բանից։ Սա եւս նորից ուզում եմ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի ոճն է, երբ որ այսպես կոչված հեղափոխություն անունը դրեցին 18 թվականին եւ իշխանափոխանցում կատարեցին հեղափոխության անվան տակ։ Ես գոռում գոչում էի, ասում էի, եղբայր, ես ինչ հեղափոխություն, եթե չկա քաղաքական գնահատական նախկին իշխանությունների ում դեմ դու ապստամբում ես։ Փաստորեն հեղափոխությունը լինում է ապստամբության ճանապարհով։ Մենք տեսանք, որ կարողացան ստեղծել այնպիսի մի մթնոլորտ, որտեղ ցույց տային, տեսեք, թե ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Ժողովրդին դուրս էին բերել փողոց, բոլոր պետական ադմինիստրատիվ ռեսուրսները օգտագործելով դուրս բերեցին փողոց։ Բոլոր, սկսած ոստիկանությունից, սկսած կրթության նախարարությունից, բոլոր ուրեմն բուհերը, ռեկտորները եւ դասախոսները երեխեքին ուղարկում էին, այսինքն սա կենտրոնացված աշխատանք է եղել, ինչպես որ եղել է ժամանակին 88-89 թվականին Սումգայիթում եւ Բաքվում, երբ որ կենտրոնացած բոլոր միջոցներով աշխատել են հայ ժողովրդին կոտորելու ուղղությամբ, այսինքն պետությունը մասնակցել այդ process-ին։ Նաեւ եկեղեցին է մասնակցել, պարոն Սարոխանյան, հիշեք։ Բոլորը, այսինքն
Այդ բոլորին, երբ որ մենք միավորում ենք, մենք տեսնում ենք ովքեր են կայնած այդ բոլորի հետևում։ Ռուսական գործակալական ցանցը։ Ժողովրդի բերնավ ասած KGB-ն։ Հիմա կարող է դա FSB-ը կոչվում կամ ուրիշ ձև, ռուսական գործակալական ցանցը ամբողջությամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանին որպես հեղափոխական դրել իշխանություն։ Հիմա Փաշինյանը ասում է որոշել ենք պետք է դուրս գանք այդ գրպանից։ Որ գրպանից ես դրա համար եմ ասում, որ գրպանից։ Եվ դուրս գաս ուր մտնես։ Մյուս գրպանը։ Մյուս գրպանը, թե ուրիշի գրպանը, թե այսինքն չկա նորից եմ ասում կիսատ պրատություն, իր մտքերի, իր ասածների։ Պարոն Խզմալյանը ասում է մեկ գրպան չէ, երեք գրպան է, այն էլ գրպան չէ, այլ սապոգ է։ Երեք սապոգի տակ կամ երեք գրպաններում։ Համաձայն եք այդ մտքին։ Խզմալյանը, ասենք, լինելով հիմնական մասնագիտությամբ ռեժիսոր, այսինքն պատկերավոր է պատկերացնում երեք գրպան, ես դրա համար ասեմ, ես ինժեներ եմ, եւ ես պատկերացնում եմ այլ ձևի գործողություն։ Այսինքն որ գրպանը, որ ես իմանամ ինչ շարժում պետք է անեմ։ Որ պետք է նշվի այս գրպանը, որտեղ պետք է ձեռը սենց լի։ Այսինքն դուք չգիտեք ինչ նկատի ունի Փաշինյանը։ Այո։ Որ գրպանը նկատի ունի Փաշինյանը։ Այո։ Որովհետեւ Փաշինյանը շատ լավ ուրեմն բեմականացված, ասենք, պայքարի մեջ է մտել նախկին իշխանությունների հետ, ում դեմ իբր նա հեղափոխություն արել։ Քանի միշտ արդեն ժողովրդի մեջ շատ է տարածվել, մենք ժամանակին սա ասել ենք եւ փառք ասոր տարածվել է։ Քանի դեռ Ռոբերտը ու Սերժ Սարգսյանը կան, Նիկոլա Ապրացկենը հավերժան։ Այսինքն իրանք կարողացել են այս իրար պաս տալու այդ քաղաքականությունը շարունակեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն արել, հեղափոխական այդ տրամաբանության մեջ մտնում է արդյոք այն հանգամանքը, որ ինքը պետքա կոնսոլիդացնի հասարակությունը։ Բայց այս պահին ինքը կոնսոլիդացնում է հիմնականում նախկին թալանջիներին, իրար շուրջ։ Այսինքն ապահովելով դրանով ըստ իրեն, որ Իրանից հետո երկրորդ ուժը նորից թողի այն նախկին թալանջիները։ Ուրիշ թեմայի մեջ ենք մտել։ Եթե կարելի է, մենք տեսնում ենք գրպանից դուրս գալու վճռական քայլեր, որ գրպանում է փաստորեն դուք մինչև օրս էլ մենք հանդիսանում ենք։ Չգիտեք այդ ինչ գրպան է։ Բռնազավթված երկիր, ես կասեմ ավելի պարզ։ Լավ։ Ռուսաստանի կայսրության կողմից բռնազավթված երկիր։ Ժամանակին այդ բռնազավթումը կատարվել է ռուսների եւ թուրքերի միջև։ Լենին-Աթաթուրք պայմանագրով Հայաստանը կիսվել է, մինչև օրս էլ այդ մարդիկ հավատարիմ են իրանց պապերի ստորագրությանը եւ դա վերահաստատեց Շոյգուն, երբ որ գնաց Անկարայում եւ ասեց փայլուն գերազանց համատեղ ռուս-թուրքական օպերացիան Արցախում։ Դրանից ավել որ հանգամանքով է ինքը ասում, որ մենք պետք է դուրս գանք կամ դուրս ենք եկել։ Այսինքն ինչ ձեր պետք է դուրս գաս։ Եթե այդ գրպանից sense պայմանական ասեմ իր լեքսիկոնով դուրս գալու ջատագով անհատ գործիչները բան, այսօր քո կողքին չեն։ Այսինքն երկրում եթե դու հեղափոխական ես, առաջերտին այդ գործիչների վրա պետք է հենվես, որ ասես ժողովուրդ եկեք հələ մի հատ օգնեք, տեսնենք ոնց ենք այս գրպանից դուրս գալիս, կամ այս գրպանից դուրս գալով ինչ է մեզ սպասում, ուր ենք գնում։ Իրան ոչ մի բան պետք չի, ինքը ամենագետիկն է, ամենախելացին է, իր երիտասարդ, ես չգիտեմ, կվիրավորվեն, չեն վիրավորվի, բայց այսօրվա կառավարությունը եւ ազգային ժողովը նայում են, սարքել է լակոտակրատիա։ Այսինքն միայն թե ասենք այն սուր խոսք ասելու համար իրանց թվում է քաղաքական գործունեությունը ընդամենը միայն սուր խոսք ասելն է։ Եթե փորձեմ ամփոփել եւ որովհետեւ հետո հարցնելու եմ համաձայնեն ձեզ հետ թե ոչ, դուք ասում եք եթե նա իսկապես մտադրություն ունենալ դուրս գալ ինչ որ մեկի գրպանից, որի անվանումը դուք էլ չտվեցիք, նա իր շուրջը կհավաքեր այդ գրպանից դուրս գալուն իրեն օգնող ուժերին։ Դա դուք չեք տեսնում։ Ես չեմ տեսնում։ Դա դուք չեք տեսնում։ Ինչ վերաբերում է, որ ես անունը չտվեցի, ես լավ տվեցի, դա ռուսական կայսրություն է։ Տվեցիք այնուամենայնիվ։ Ներող եղեք։ Որ մինչև պահսել այս օրեսել մենք հանդիսանում ենք Ռուսաստանի գաղութը։ Իսկ ինչու չասեց, ինչու չբարձրացնեց։ Եթե դա այդպես չլիներ, մենք տեսանք Շանխայյան համագործակցության տարածքում, երբ որ Պուտինը կայնած էր Սինձինպինի ձախ կողմից, Կիմ Չինինը աջ կողմից։ Եվ Պուտինը իր շոբլային հավաքել էր Ալիև, Նիկոլ Փաշինյան տարել էր սա Շանխայյան։ Հարցս հետևյալն էր, ինչու չանվանեց։ Մենք գրպանում ենք դեռ։
Գրպանում ենք դրա համար Այսինքն գնացի հասել ես ընդ դու ինչ գործ ունես հանցագործ կազմակերպությունների շարքում գնաց կային։ Լուկաշենկո։ Հա, Լուկաշենկոին բարձրաձայն ասաց, չէ, որ եւ նեղացավ եւ Լուկաշենկոյի մասին շատ խոսեց։ Բեմականություն։ Այդ երկիրը նա անվանեց։ Բեմականություն։ Իսկ Ռուսաստանը չանվանեց։ Բեմականությունը մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան իրար ուտում են։ Այդ ուրիշ թեմա է, գուցե կանդրադառնանք այդ թեմային։ Բեմականության մասին է։ Պարոն Արշակյան, համաձայն եք, թե ոչ, որ մենք մեր գրպանում չենք, այլ երեք գրպանում ենք, ընդհանրապես որ գրպանում ենք, Նիկոլ Փաշինյանը ասում է գրպանում ենք, համաձայն եք, որ մենք դուրս ենք գալիս այդ գրպանից։ Նիկոլ Փաշինյանը այդպես որոշել է դուրս գալ եւ դուրս է գալիս իր գործողություններով, օգտագործելով այդ բանաձևը գրպանի, ես ասեմ, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, քաղաքական ուժեր, ովքեր որ համաձայն են, որ լինեն գրպանում, բայց որպես գրպանահատ։ Ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքական ուժեր են եղել, եւ ցարական Ռուսաստանում գուցե ավելի առաջ, մարդիկ, որոնք որ ուզեցել են ինչ-որ մեկի գրպանում ապրել եւ հատել այդ գրպանը։ Դա ես կարծում եմ, որ վերջի 200 տարին եղել է Ռուսաստանը։ Ռուսաստանի գրպանը մտել են մերոնք եւ որպես գրպանահատ այդ գրպանից հանել են անվտանգություն, տնտեսական աջակցություն, ամեն ինչ Ռուսաստանին կողոպտել են։ Ռուսաստանին թե Հայաստանին։ Ռուսաստանին կողոպտել են։ Ռուսաստանը ընդհանրապես ըստ փաստաթղթերի, ռուսական փաստաթղթերի եւ աշխարհի, որ ես հիմա դրանք չթվարկեմ, Ռուսաստանը այստեղ շահ չի ունեցել։ Ռուսաստանին պարտադրել են պատասխանատվություն վերցնել եւ ազդեցիկ լինել այս տարածաշրջանում։ Աշխարհին այն ժամանակվա ազդեցիկ աշխարհին պետք էր Օսմանյան Թուրքիայի թիկունքում ունենալ ֆորպոստ, այդ ֆորպոստը իրենք տեսան Հայաստան հայկական միավորումը։ Ովքեր են այդ իրենքը։ Սրբազան դաշինքը, դրանից առաջ ավելի հին, սկսենք Պավել Թագավորից, որը նաև Մալթայի օրդենի խաչակիր էր, խաչակրած արշավանքեր Ռուսաստանը հանձն առավ այս տարածաշրջանում ունենալ արևմուտքի համար, հատուկ արևմուտքի, ես Պավել Թագավորի իմպերատրի մասին եմ ասում, հատուկ Օսմանյան Թուրքիայի թիկունքում ունենալ ֆորպոստ իդեմս հայկական պետության, վրացական եւ հայկական պետության, ու ծրագիրը իրագործվեց խեղաթյուրվելով։ Արմյանսկայա օբլաստը վերջում վրացական պետությունը լուծարվեց, հայկական մարզը լուծարվեց, ուզում ասում Ռուսաստանին պարտադրել են այստեղ լինել։ Իսկ այսօր բան փոխվել է։ Ես կարծում եմ, որ չի փոխվել, հիմա էլ Ռուսաստանին պարտադրում են հանձն առնել այս տարածաշրջանում Իրանի եւ Թուրքիայի թիկունքում որպես բեսպաշադնի եւ բեսմիսլենի ուժի արկայություն, որպեսզի արևմուտքը իրեն ավելի լավ զգային չար եւ բարի քննիչների առակը կա։ Բայց այդ գրպանից դուրս գանք, ես կարծում եմ շատ ավելի կարևոր բան է թողնենք այդ ձևակերպումը։ Ես համարում եմ, որ մեր ժողովուրդը եւ քաղաքական ուժերը, ազդեցիկ քաղաքական գործիչները միշտ առիթից օգտվել են ազգային ազատագրական շարժում կազմակերպելու համար։ Ես համարում եմ, որ հենց հիմա Նիկոլ Փաշինյանը ճիշտ կլիներ, Նիկոլ Փաշինյանի համար լավ կլիներ, որ ասել, որ ես սկսում եմ ազգային ազատագրական շարժում։ Ես Հայաստանի Հանրապետության ազատագրման կազմակերպիչն եմ։ Դուրս են գալիս ոչ թե գրպանից այդ չարժի այդ բաները օգտագործել։ Փողոցի բառը չարժի։ Դուրս են գալիս անպատիվ կարգավիճակից, մեզ վիրավորող կարգավիճակից, այդ սպառողի անվտանգություն, տրանսպորտ, գազ, մշակույթ սպառողի կարգավիճակից դուրս են գալիս եւ ես ձեզ ասեմ, որ ինքը հիմա իրավունք ունի եւ հնարավորություն ասեմ, որ ես միանում եմ ազատագրական շարժմանը։ Բայց պետք է այդ շարժումը լինի, չէ՞։ Այդ շարժումը պետք է լինի այդ շարժումը եղել է անընդհատ։ Ազգային ազատագրական շարժումը Հայաստանում եղել է անընդհատ։ Ուղղակի էստաֆետա է եղել, այդ ձեռքից ձեռք փոխանցվել է, անընդհատ եղել է։ Ես ասում եմ, Գարեգին Նժդե զոհվել է 1955 թվականին։ Այն ժամանակ, երբ արդեն գալիս էին Հայկ Խաչատրյանը,
պատկերացնում եք Հայկազը Խաչատրյանը, գալիս է Սաֆարյան Խաչիկը, եկավ Ղարաբաղյան շարժումը, ուզում ասեմ մենք այստեղ մենք մասնակցել ենք ազգային ազատագրական շարժմանը 80-ական թվականներին ու այդ հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը միանում է այն քարյակին, ես պետք է, չէ, երյակին։ Հիմա մեզ հետ է Տիգրան Խզմալյանը, նախաձեռնողը ինքն էր, Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը եւ Հանուն Հանրապետության կուսակցությունը ազգային ազատագրական շարժմում դարձրեցին տվեցին իրավական տեսք, այսինքն մեզ պարզերես արեցին։ Այ մենք հիմա, որ մի քիչ պաթետիկ բանով խոսում եմ ես, որովհետեւ իմ ժողովուրդը, իմ հայրենակիցները հայտարարեցին իրենց ստորագրությունով, այո, ռիսկային, դա լուրջ ռիսկ էր, ասեցին մենք դուրս ենք գալիս գաղութատիրությունից, մենք ուզում ենք ազատվել, ժողովրդավարություն ենք ուզում, անկախություն ենք ուզում, բարգավաճում ենք ուզում, կրթություն, առողջապահություն, արժանապատիվ կյանք ենք ուզում, հավաքեցինք 50,000 էր պետք 60,000 ու ստոպ տվեցինք, որտեղ 600,000 ու 6 միլիոն ստորագրություն էր, Սփյուռքն էլ կմասնակցեր այդ շարժմանը։ Նիկոլ Փաշինյանը ի պատիվ իրեն, ես իմ ընկերների հետ շատ հարցերում եմ համաձայն, բայց այստեղ ես պետք է այլ կարծիք ունեմ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի ինքը միացավ այդ շարժմանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ քաղաքական հասարակական արտախորհրդարանական շարժմանը տվեց խորհրդարանական իմաստ, խորհրդարանը օրենք ընդունեց։ Հիմա որ դանդաղ է դա գնում, մենք այստեղ գտնվողներս կուզենայինք, որ դա արվեր ավելի եռանդով, ավելի վճռական քայլերով եւ առանց փոխզիջումների, ընդհանրապես անզիջում պայքարը պետք է գնար, որովհետեւ հնարավորություն ունենք մենք։ Ես որ ասացի Ռուսաստանին պարտադրել էին այստեղ լինել, այստեղ մի նրբություն կա, Ռուսաստանը հետո ինքը իրեն հայտարարեց ֆորպոստ, դրա համար լուծարեց հայկական մարզը, օբլաստը, ուրեմն ես կարծում եմ, որ շատ լավ շանս ունի Նիկոլ Փաշինյանը, հեռացած, այստեղից հեռացած, մի նախադասություն էլի ես կարծում եմ չարաշահում եմ, ուրեմն 1990 թվականի հունիս ամսին Ռուսաստանը մեզ վռնդեց սովետական միությունից, ինքը դուրս եկավ սովետական միության կազմից, հայտարարեց, տարավ զորքերը, ամեն ինչ տարավ այդ գույքը իր ատոմակայանով, նայրիտով, ես չգիտեմ, Մարսով, ամեն ինչով թողեց մեզ, ասեց, «Не будем кормить, գնացեք ինչ ուզում եք արեք»։ Այսինքն Ռուսաստանը գնացել էր, մի անգամ էլ հիմա է գնում։ Ռուսաստանը հեռացել է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է մեծ արագ մեծ ուժերով արագ տեմպով պետք է Հայաստանը անկախացնի, դեպի անկախություն գնա մեծ եռանդով։ Հիմա մի քիչ թերանում է, ես կոչ եմ անում արագացնել եւ լրջացնել այդ շարժումը։ Թերանալը, այսինքն մտադրությունը կա, դանդաղում է։ Հայտարարեց մարդ այդ գրպանահատության մասին, որ խոսում էր, հենց ասում էր դուրս են գալիս։ Ես ասում եմ, տերմինները պետք է հարիր լինեն շարժմանը, սա շատ լուրջ գործ է։ Այ որ հետո էլ ասելու է 500 տարի, դուք հույս ունեմ, որ դա էլ կասեք, այդ 500-600 տարի։ Այդ շանսը ունի այսօր Հայաստանը, որովհետև մենք մենակ չենք, ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, մենք մենակ չենք։ 10 տեղից աջակցության ձեռք է բարձված Հայաստանը։ Ես պարզապես հիշեցնեմ, որ նա ձևակերպում հետևյալն էր, կոնկրետ մի երկրի գրպանում էր հայտնվել Հայաստանը Ղարաբաղի հարցով, մեզ գրպանում պահել են Ղարաբաղը որպես հախայց օգտագործելով, սա ամբողջական այսպես տարբեր էլի դրվագներից հավաքած ձևակերպումներն են։ Պարոն Վարդանյան, եւ այսպես մտքերը այսպեսին են, չէ ոչ, չի գնում, չի դուրս գալիս այդ գրպանից, մտումը կա դուրս գալու, բայց դանդաղ է դուրս գալիս։ Լավ չի դուրս գալիս։ Լավ չի դուրս գալիս։ Արդեն այստեղ հնչեցված մտքերից ես մի հետևություն արեցի, որ գիտեք ինչ, գրպան բառը ընդհանրապես օգտագործելը շատ վիրավորական է իմ կարծիքով։ Խզմալյանը սապոգ ասեց։ Ինչ են պահում, ես չգիտեմ, մենք հենց այդ ժամանակ երբ որ գնում էինք ստադիոն ֆուտբոլ նայելու, ճանապարհին սեմուշկա էինք առնում, գցում էինք գրպանի մեջ կամ գրպանում մանրադրամ են պահում, օրինակ թղթադրամ չեն պահում գրպանում։ Թանկարժեք։ Թղթադրամի համար գոյություն ունի պորտմոնե, հա։
Մի թղթապանակ։ խոսքով այստեղ եւ տերմինաբանության խնդրեմ եմ ես տեսնում եւ այսպես Այսինքն նվաստացուցիչ այո, բան եւ կա, արհամարական վերաբերմունք իր իսկ ստանձնած բարձր պաշտոնի նկատմամբ, այդպես չի կարելի։ Երկրի ղեկավարը, երկրի վարչապետը չպետք է նման տերմինաբանություն օգտագործի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է մտքին, ապա այստեղ դե ում համար է գաղտնիք, որ մեր երկիրը արդեն 3 դարից ավելի հանդիսանում է ռուսաստանյան կայսրության գաղութ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, բոլորն էլ դա շատ լավ հասկանում են։ Հիմա փաստորեն ես տեսնում եմ, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը այդ ֆունկցիան ոնց որ թե բաժանել է 3 մասի։ Ուրեմն շատ ճիշտ ասեցին իմ ընկերներից մի քանիսը, երևի բոլորը, եթե ես ճիշտ եմ հիշում, որ հիմա արդեն մենք ոչ միայն եթե օգտագործենք իհարկե Նիկոլ Փաշինյանի տերմինաբանությունը, մենք ոչ միայն Ռուսաստանի գրպանում ենք, այլ նաև ինչպես Տիգրանը ասաց, մենք նաև սապոգի տակ ենք, այն էլ 3 սապոգի տակ, համ ռուսական, համ թուրքական, համ էլ ադրբեջանական, ինչը ընդհանրապես անընդունելի է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչի մասին է գնում խոսքը։ Մենք պետք է վերջապես ձգտենք, որ մեր հասարակության մեջ, մեր հասարակության ուղեղների մեջ արմատավորվի իրական պատմությունը, իրական փաստերը, իրողությունը այնպեսին, ինչպեսին կա։ Ես ինչքան լսում եմ, ես վերջերս ադրբեջանցի պրոպագանդիստները, այսպես կոչված, ինչպես նաև բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունները, ուղղակի գիտեք ինչ, լսողություն ծակող ինչ-որ բառեր, փաստեր են ասում։ Մեկը մի քանի օր առաջ ասեց, որ վերջապես վերջին 200 տարվա ընթացքում մեզ ադրբեջանցիներին հաջողվեց վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Ինձ մոտ մի անգամից հարց է առաջանում, այդ տղա 200 տարի գոյություն ունեցել է քո ասած Ադրբեջանը։ Ադրբեջանը երբ է ստեղծվել 1918 թվականին, դա բոլորը գիտեն։ Իսկ 1918 թվականից մինչև Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականը անցել է ընդամենը 100 տարի։ Ես ուզում ասեմ, որ մենք շարունակում ենք շատ դառը, շատ ծանր պարտություններ կրել ինֆորմացիոն պատերազմի բոլոր ճակատներում։ Մենք այսպես բերաններս ջուր լցրած, նստած ոչ մի կերպ չենք արձագանքում, ամեն անգամ ավելի ու ավելի այսպես լպիրշ բնույթի հնչեցվող տարբեր նախադասությունների, որոնք լսվում են Ադրբեջանից, բայց ոչ Թուրքիայից։ Մենք տեսնում ենք, որ Էրդողանը իհարկե շատ ավելի խելացի ու հեռատես է, քան իր այսպես կոչված կրտսեր եղբայր Ալիևը։ Եվ հետո գիտեք ինչ, ամեն մի քայլափոխին, երբ հարցը գնում է արդեն մեր երկրի համար, մեր ազգի համար բախտորոշ այսպես որոշում ընդունելու, սկզբից պետք է քաղաքական գնահատական տալ անցած ուղուն։ Ինչ է եղել մինչ օրս։ Քաղաքական գնահատական այդպես էլ չհնչեցվեց։ Քանի տարի անցել, արդեն 7 տարուց ավել է, չէ՞։ 7 տարին բավարար էր, որ 70 անգամ քաղաքական գնահատական տրվեր այն հանցագործներին, այն ազգադավ գործիչներին, այն ազգային դավաճաններին, ովքեր այդ Նիկոլ Փաշինյանի ասած գրպանում շարունակեցին պահել մեր երկիրը։ Ես շատ լավ հիշում եմ, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մեր անցած ուղին, մեր վերջին 30 մի քանի տարվա պատմությունը։ Ես մի բան չեմ հասկանում, ինչու 1994 թվականին, երբ մենք ջախջախիչ հաղթանակ գրանցեցինք Արցախյան ազատագրական պայքարում, եւ ուրեմն
Վազգեն Սարգսյանի գլխավորած մեր մարտիկները, մեր հերոսները արդեն կանգնած էին երազխում Նախիջևանի սահմանին։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը կտրուկ արգելեց ներխուժել եւ ազատագրել Նախիջևանը։ Այդքան խոսում ենք Արցախի մասին, չէ։ Նախիջևանի մասին ոչ ոք չի խոսում։ Ինչու։ Մոռացել ենք Նախիջևանը։ Թե մենք արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ Նախիջևանը դա պատկանում է Ադրբեջանին։ Ոչ, դա այդպես չի։ Նախիջևանը դա մեր տարածքն է։ Հազարամյակներ այնտեղ հայեր են բնակվել եւ այնտեղ այնպիսի հուշարձաններ կային հազարավոր, որոնք արդեն այս տարիների ընթացքում պարզապես ջնջվել են, վերացվել են։ Ուղղակի հիմա եթե դուք մտնեք Նախիջևան եւ փորձեք այնտեղ գոնե մի հատ խաչքար գտնեք, ել չեմ ասում եկեղեցի, դուք չեք գտնի ոչ մի բան։ Ոչ մի բան։ Պարոն Վարդանյան, Միայն անվանումն է մնացել Նախիջևան։ Սա հայերեն անվանումն է։ Այն էլ աղավաղված Նախճիվանիա, ինչ է։ Հիմա գիտեք ինչ, եթե մենք ոնց որ ասում են ժողովրդի լեզվով ասեմ, խելքներս գլուխներս չհավաքենք եւ չսկսենք վերաբերել մեր պատմությանը այնպես ինչպես հարկն է, արժանապատիվ ազգին, յուրաքանչյուր մեր արժանապատիվ քաղաքացուն, մենք ոչ մի հաջողության չենք հասնի, այդպես էլ եւ գրպանում կմնանք, եւ ջեբում կմնանք, եւ ուր ասած Սապոգիտակ։ Եվ սապոգիտակ։ Ու փորձում ենք ամփոփել այս հատվածը մեր քննարկման։ Պարոն Խզմալյանը 3 այսպես նու կանխատեսում չեմ ասում, բայց տրամաբանական ոնց որ քաղաքական իրադարձություններ։ Եթե կարելի է կրկնեք, առաջին փուլով ինչ կորցրեցինք, երկրորդ փուլով ինչ կորցրեցինք, երրորդ փուլով ինչ եք պատկերացնում, որ պիտի կորցվի, դուք ձեր խոսքերով ասեք, որպեսզի մենք քննարկենք ինչպես անենք, որպեսզի կանգնեցնենք այդ process-ը։ Կրկնեմ։ Ես պնդում եմ, որ առաջին ժամկետում Նիկոլ Փաշինյանի թերությունը այն էր գլխավոր, որ նա չտվեց քաղաքական գնահատական, այո, չիրականացրեց սպասված աշխարհաքաղաքական փոփոխությունը, հեղափոխությունը իրականում, եւ դա բերեց նրան, որ 2 տարի անց մենք պարտություն կրեցինք Արցախում, որովհետև նա չդարձրեց Հայաստանը ժողովրդավարական աշխարհի դաշնակիցը։ Նա միայն խոսում էր այդ մասին, բայց մենք մնում ենք բռնապետների դաշինքում, որը ջախջախեց Հայաստանին։ Երկրորդ կադենցիան, երկրորդ ընտրությունները 21-ից պսակվեցին 23 թվականի Արցախի պատրիացիդով, հայրենազրկմամբ եւ հայաթափմամբ, եւ դրա պատճառը նույնն էր։ Ունեցած 2 տարին նա չօգտագործեց Ռուսաստանից փոկվելու եւ դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ հստակ քայլեր անելու։ Եվ ես հետո հիմա ուղղակի դուք ուրիշ հարց եք տվել, կփորձեմ բացատրել ինչու ենք մենք պնդում այն տարիներին, որ Արցախը փրկելու միակ միջոցն է հիմա, եթե Հայաստանը դառնա Եվրամիության պատասխանատվության գոտի, Միացյալ Նահանգների նույնպես այդ ժամանակ մի քիչ ուրիշ էր աշխարհաքաղաքական վիճակը։ Եվ ես հիմա պնդում եմ, որ ոչինչ չի փոխվել Փաշինյանի գլխավոր գաղափարական թեսերում, նրա աշխարհայացքում եւ նրա վարած քաղաքականության մեջ։ Եվ ես հիմա ասում եմ, երրորդ անգամ, եթե ժողովուրդը նույն սխալը կատարի եւ ընտրի նրան, ապա արդեն 12 ամիս անց այն բանը, ինչ կատարվեց 3 օրում Արցախում, 23 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 21-ը, հայաթափումը, սպառնալու է ողջ Հայաստանին, որովհետև անկլավները տրվելու են անմիջապես ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, եթե ոչ առաջ, Արարատյան դաշտից կտրվելու են Վայքը, Վայոց ձորը եւ Սյունիքը, Վրաստան հիմնական ճանապարհներից մեկը անցնելու է փաստորեն ադրբեջանական վերահսկողության տակ, եւ դա կբերի զանգվածային արտագաղթին։ Այդ զանգվածային արտագաղթը կանգնացնելու, կանխարգելու աշխարհաքաղաքական պարտությունը Հայաստանի, կանխարգելու միակ ձևն է հենց հիմա անմիջապես հայտ ներկայացնել Եվրամիություն եւ այստեղ ստեղծել Եվրամիության, ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ
մի խոսքով մի ամբողջ ծրագիր, որը ես հիմա չեմ ուզում իմ գործընկերներից ժամանակ խլեմ, եթե հարցը տրվի, մենք ունենք այդ ծրագիրը, բայց առաջին քայլը պետք է լինի հայտը Եվրամիության անդամակցության։ Այստեղ հնչեց քաղաքական գնահատական չի տրվել նախորդ տարիների, իսկ քաղաքական գնահատական տրվել է այն ամենին, ինչ կատարվեց 23 թվականին, դուք ասում եք պատրիոտիտ, էթնիկ ստում։ Այդ գնահատականը տրվել է եւ անհրաժեշտ է արդյոք այդ գնահատականը, որ հնչի Հայաստանի իշխանությունների կողմից։ Պատասխանեմ ընդհանրապես մեկ նախադասությամբ 22-23 թվականին, երբ ես արտախորհրդարանական ձևաչափով մասնակցում էինք, մենք ամիսը մեկ ընդդիմությունը հավաքվում էր եւ այն ժամանակ առաջարկվեց համալրել 44-օրյա պատերազմի հանձնաժողովին կազմը եւ ես հրաժարվեցի, ասելով, որ ես վստահ եմ, որ դուք չեք տալու քաղաքական գնահատական, որ նախկին եւ ներկա իշխանությունները իրար վրա են գցելու մեղքը եւ բացի փաստահավաք առաքելությունից, որը առանձին ձել կարող եք անել, ես չեմ մասնակցելու այս կրկեսին, ես այդպես էլ ասեցի եւ ասեցի, որ կգերադասեմ Եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքին մասնակցել, ասեմ նաեւ, որ այդ տարիներին ընդամենը 2 նիստ էր այդ Եվրոինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի անցել, որին մասնակցում էր Արամ Սարգսյանն ու ես, որը միացավ դա։ Այսինքն ոչ գնահատական ոչ միայն չի տրվել, հիշեցնեմ, որ 44-օրյա այս պատերազմի կիսատ պրատ զեկույցը մտավ արխիվ եւ գաղտնի է հիմա հասարակության համար եւ սա խայտարակություն է, սա քաղաքական ապտակ է մեր հասարակությանը եւ տասնյակ հազարավոր ընտանիքներին, որոնք մասնակցել են, որոնք կորուստներ ունեն, որոնք փախստական են դարձել եւ մենք հիմա գաղտնի ենք պահում այդ խայտարակության պատճառները, ինչ քաղաքական գնահատական, սա կոծկում է այդ հանցագործությանը։ Շնորհակալ եմ, պարոն Նայք, այդ նույն հարցն է, երրորդ կետի հետ համաձայն եք, այդ երրորդ փուլի հետ, որը պարոն Խզմալյանը ասում է, որ չի բացառում, որ հայաթափում կարող է լինել Հայաստանից արդեն, եւ ինչ կարելի է անել, ես չգիտեմ, երևի շատ բարդ հարց եմ տալիս, այսպես այո թե ոչ եւ ինչ կարելի է անել, այսպես հա, եթե կարելի է։ Հերթ ասավ ինձ։ Այո, շատ կարևոր հարց է եւ իհարկե դա հնարավոր է, եթե այսպես բաց թողի վիճակում հայտնվի եւ ապագայում Հայաստանը, հայաթափումը կարա լինի եւ անգամ անխուսափելի, բայց տվյալ հարցը քննարկելուց առաջ ես կուզենայի անդրադառնալ պարոն Արշակյանի ասացի վերաբերյալ, ճիշտ է, ինձ համար մեծ պատիվ է նման ծանրակշիռ քաղաքական գործի հետ նստել, այսօր քննարկում անցկացնել եւ ինչպես գիտենք, այսօր առաջի Անդրանիկ ֆորմատի Անդրանիկ քննարկումն է, ես կարծում եմ, որ կարող է չլինեն, հա, հակամարտության կամ հակադիր կարծիքների բախումներ, բայց ես չեմ կարող շրջանցել մի հանգամանք։ Գիտեք ինչ կա, այստեղ այնպիսի մարդիկ են հավաքված, որ յուրաքանչյուրին, եթե փոխաբերական իմաստով որ նայես օրկեստրի տեսանկյունից, քաղաքական օրկեստրի մեկը առաջի ջութակ կարող է լինի, մեկը առաջի թակ ջութակ, սակայն պարոն Արշակյանը քաղաքական այն կամերտոնն է, որով ստուգում են բոլոր ուրեմն քաղաքական առաջի գործիքների տոնայնությունը եւ չափն ու ձևը։ Եվ ինձ համար զարմանալի էր, երբ որ նման կոմերտոնը, քաղաքական կոմերտոնը համարեց, որ մենք Ռուսաստանին թալանել ենք, հայերին եւ ռուսներին սրբացնելով, որ մեր ձերը իբր sense ենթատեքստում կարելի է պատկերել, մեր ձերը կրակներ են եւ խեղճերին պարտադրել են մեզ գրավել։ Դուք հասկանում եք, պարոն Արշակյան, ես հաստատ համոզված եմ, որ սա ոչ թե դուք արտահայտություն այդ արեցիք, ոչ թե իրոք խորապես դրանում համոզված լինելով, այլ երևի թե այս մեր ֆորմատի մեջ
պուլսերը ստուգելու, հենց այդ կոմերտոնի գործառույթները իրականացրեցիք, հələ տեսնեք, այստեղ իրոք զգոն մարդիկ են նստած, թե ուղղակի խոսում են ըստ տված հարցի։ Ուրեմն ռուսական կայսրությունը, արմենաֆոբիան սկսվել է ռուսական կայսրությունից, Լաբանով Ռոստովսկու օրոք։ Եվ այս արմենաֆոբիան, որը այս տարածաշրջանում, թե Օսմանյան կայսրությունում, թե Կովկասում տարածել են հենց ռուսները։ Հենց ռուսները իրանց շովինիստական հիմա էլ են ռուսներին պարտադրում հարձակվել Ուկրաինայի վրա։ Ռուսներին պարտադրել են կովկասյան ազգերին գենոցիդ անել։ Ռուսներին պարտադրել են համատեղ 1915 թվականի ցեղասպանությանը ծրագրավորել եւ թուրքերի հետ միասին իրականացնել։ Այս ինչ եք ասում։ Ռուսները կարող են դասվել, եթե ոչ թիվ 1, ապա թուրքերի հետ միասին թիվ 1 թշնամի։ Հայ ժողովրդի այսօրվա վիճակին բանը եւ վերջին պարզվում է, որ մենք պետք է ազատագրման շարժման մասնակցենք։ Ընդ որում ում դեմ չգիտենք, որովհետեւ ռուսը չի ուզում իրան պարտադրել են այխոջան գնացեք։ Այսինքն ռուսներին պարտադրողների դեմ պետք է մեր ազատագրումը բանանենք։ Ո՞վ է պարտադրել ռուսներին։ Նիկոլական ոճով կիսատ պրատ ասեցիք, այսինքն ով է պարտադրել։ Սրբազան դաշինքը 1825 թվականին կնքված։ Բերլինի կոնգրեսը, Բերլինյան կոնգրեսը 1871 թվականին կնքված։ Ես ասեցի Մալթայի օրդենը 1889 թվականին նրանք պարտադրել են Ռուսաստանին Կովկասը վերցնել հսկողության տակ եւ Հայաստանում, Ուրաստանում լրացական պետություն ամրացնել։ Ես հիմա չեմ ուզում պատմության Ռուսաստանի շահերին հետ համընկնում էր դա, թե ընդհանրապես Ռուսաստանը կան ռուս իմպերատրի թողած փաստերը, փաստաթղթերը Ալեքսանդր Առաջինի, այստեղ գեներալ Պասկևիչի, որ ասել է մեզ պետք չի սա, պետք չի այս երկիրը, կապ ֆինանսների նախարարի թողած փաստաթղթերը, որ Հայաստան հայկական մարզ ստեղծելը դա մեր համար վնաս է ռուսասական ինտերես, նույնիսկ Կովկասից մենք պետք է հեռանանք, որտեղ այստեղ ոչինչ չկա, չայ չկա, համեմունք չկա։ Ես ասում եմ ռուսներ, այսինքն պատմություն հարկավոր է ուսումնասիրել։ Դու ես չգիտեմ ում բայց ես ասում եմ Պասկևիչի նամակը իմպերատրի նամակը ֆինանսների նախարար դա հայերեն է տպվել, ես դա հայերեն եմ կարդացել կոմունիստական ռեժիմի օրոք։ Ես իմիջիայլոց կոմունիստական ռեժիմի օրոք նաև կրթություն եմ ստացել եւ առողջապահություն։ Դուք էլ եք այնտեղից։ Պատմական փաստեր կան, որ Ռուսաստանը չի ուզեցել գալ, որտեղ սա եղել է բեռ։ Այլ բան է, որ շատ վատ է արել Ռուսաստանը։ Նշանակում է արդյոք, որ հիմա ուրախ Ռուսաստանը պետք է դուրս գա եւ դուրս հիմա էլ Ռուսաստանը լքել է Հայաստանը գնացել է։ Այդ դեպքում ինչու են ուզում գրպանից դուրս գալ, ուրեմն Ռուսաստանը ինքն է գրպանից գուցե ուզում հանել եւ տեսեք կարևոր պատասխանատվության եւ ազդեցության խնդիրը կա։ Ռուսաստանը ուզում է դա պահել որպես իր տնամերձը Հայաստանը, բայց ոչ պատասխանատվության տարածքը։ Դրանք տարբեր բաներ են։ Թող մնա մի բան կանենք, կվաճառենք, ոնց որ արեցին 15 այդ իմիջան Լոբանով Ռոստովսկու ավելի ծանր Սազոնովը արտաքին գործերի նախարար նա ավելի վատ բան է ասել է թող թուրքերը հայերին կոտորեն տարածքը ազատվի որ Կոնստանտինոպոլիսը գրավելու թուրքերին տեղափոխեն բայց մեր հարցն է Փաշինյանը զբաղվում դա էլ նայեք Փաշինյանը փորձում է դուրս գալ թե ոչ Ջրպանից փորձում է դուրս գալ դուք ասացիք եթե անգամ Փաշինյանը ծնվել է, ես արդեն երկրորդ սրոք նստած եմ եղել ազգային ազատագրական շարժման համար, ուղղակի 1975 թվականին հուլիսին ծնվել է Փաշինյանը, չէ՞։ Ես երկրորդ սրոքով նստած եմ եղել։ Հիմա դուք ասում եք Փաշինյանը ում դեմ պետք է սկսենք։ Ռուսական, տեսեք։ Հիմա եվրազիական ազդեցության գոտու դեմ։ Դուք մենք խոսում ենք պատասխանատվության մասին, չէ՞։ Հիմա կա ռուսներն ասում են թող մնա, Սիբիրն էլ թող մնա, նրանք Ալյասկան էլ ասում են թող մնա։ Մեկ նախադասություն թույլ կտաք։ Համեցեք։ Ես վերջացրել եմ, ես ասել եմ։ Ես ընդհանրապես հիշեցնեմ, որ ես համաձայն եմ Արցախյան շարժումը եղել է հայոց ազգային ազատագրական դարավոր շարժման շարունակությունը, բայց բառացիորեն 2-3 օր առաջ ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն ասել է, որ
Լեռնային Ղարաբաղի անկախացումը դա fake թեմա է եւ մենք պետք է փակենք Ղարաբաղյան շարժման էջը։ Այսինքն այն ինչ ասում եք դուք, ես համաձայն եմ ձեր ասածին, բայց ոչ երբեք նրան ինչ ասում է Փաշինյանը։ Եվ ես ուզում եմ որ բաժանվեն ձեր ասածը Փաշինյանը ասածի հետ։ Դրանք իրարամերժ են։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Հիմա Փաշինյանը ինչպես միշտ, ոնց որ հիշատակեցի, կիսատ պռատության այս բանը, չէ՞։ Երբ որ նա ասում է Ղարաբաղյան հարցը, չէ՞, այդ շարժումը կեղծ fake։ Բառացի Ղարաբաղյան անկախության թեման fake է։ Այդ հարցում ես համաձայն եմ։ Ինչու։ Ասեմ ինչու։ Որովհետև այդ կեղծ օրակարգը մտցրել են, որ իրական հայկական հարցից շեղեն։ Նորաստեղծ անկախությունը վերականգնող Հայաստանի անկախությունը վերականգնող պետությունը, այսինքն երիտասարդ պետությունը, որ շեղ են։ Բոլորին, որ քաղաքական գործին նայում ես, եթե ուզում ես, սա լակմուսի թղթի նման մի բան է։ Բոլորը միաբերան ասում են 88 թվի վերելքը, մոռանալով մի բան, որ վերելքը սկսվել է 87 թվականին։ Ազգային ինքնորոշում միավորումը, այսինքն ազգային միացյալ կուսակցությունը ընդհատակից դուրս գալով եւ ԱԻՄ ստեղծելով։ 87 թվին անկախություն թերթ ստեղծելով։ Այդ անկախություն թերթ ազգային ինքնորոշում միավորում, դա սա կեղծ օրակարգ էր։ Կեղծ օրակարգ էր ԿԳԲ-ի գործակալների համար։ Իրանց համար օրակարգը Արցախյան շարժումն էր, Ղարաբաղյան կոմիտեով։ Այս առումով ես համաձայն եմ, որ դա կեղծ օրակարգ էր։ Մենք ունենք Արցախից 12 պատգամավոր գերագույն խորհրդում։ Եվ որոշում էր ընդունվել սովետական միության օրենքներին համաձայն Արցախը դառնում է Հայաստանի մաս։ Ես ինձ հարց տվեք, այդ որ Արցախին հայտարարում են անկախ, փաստորեն ինքը անկախացել է Հայաստանից։ Եվ որ փուլում եւ ինչ իրավական փաստաթղթով է, որ Հայաստանից ինքը անկախացավ։ Նորից կիսատ պռատ, իրավական տանկը հենք չդնելով, ովքեր են արել դրանք, մշտապես Հայաստանի իշխանությունները, ռուսական գործակալական ցանցի կոնտրոլի տակ եղած գործիչները, Լևոն, Ռոբերտ, Սերժ եւ հիմա Նիկոլ։ Նպատակը իրանք պահում են զորով ստիպված, ինչպես մեր պարոն սիրելի Արշակյանն է ասում, ստիպված պարտադրել են, հիմա էլ պարտադրված մինչև վերջ այդ բեռը տանում է, էլ պահում է։ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահն եմ եւ մենք 3 տարի ինչ հստակ սկսել ենք այդ շարժումը եւ առաջի հերթին մենք աշխատում ենք մարդկանց հայերի գիտակցության հետ մենք հələ այսօր կազմակերպչական որովհետեւ եթե դու չունես հեղափոխական մասսա ասենք ասենք որոնք կմիանան այդ շարժմանը դու դատապարտված ես պարտության ազատագրում ինչից դուք ինքներդ ազատագրում ինքնուրույն եւ դառնա ռուսական կայսրությունից առաջ երթին ում ենթակայում ում գրպանում ես այդ գրպանից եւ դառնալ քաղաքակիրթ աշխարհի լիարժեք անդամ անկախ պետության մեծությունից ու փոքրությունից ուզում է Լյուքսեմբուրգը լի ուզում է Ավստրալիա կանադա թե Ամերիկա համաձայն եք ես ուղղակի ընկերոջս ոչ միայն գործընկերոջս ասեմ, որ ազգային ինքնորոշում միավորում տերմինի հեղինակը ես եմ։ Շատ ու ես հենց դրա էլ հիշատակեցի։ Հենց դրա էլ հիշատակեցի։ Ես չգիտեի օրինակ։ Ամեն ընդհատակից դուրս է գալի, Հայաստանին տալիս է ճանապարհ որ պիտի անկախանանք։ Հենց ձեր անվանումը տալով ձեր կողմից բայց հիմնական շարժումը վերելքը 1988 թվի Արցախյան կոմիտեի Ղարաբաղ Դե այստեղ պարոն Հայրիկյանի անունն էլ եկեք Մենակ պարոն Հայրիկյանը դե արդեն մեծ գործիչ է, դա բնական է եւ ասենք պարոն Արշակյանին եւ Հայրիկյանին անհնար է տարանջատել այ մի մասին չասել պարոն Հայրիկյանի անջատել անհնար է մենք իմաստին ենք արած Բարի այսինքն հայ հասարակությունը փորձելու է դուրս գալ այդ գրպանից ասում է Ազատ Արշակյանը եւ եթե Փաշինյանը ինքնուրույն մենք չենք տեսնում որ վճռական է եւ դուրս գալու հարցում հայ հասարակությունը պետք է փորձի դա անել ճիշտ է արդեն մենք դա արել գրել ձեր խոսքը ես այո ճիշտ է գրել ինչպես պետք է հայ հասարակությունը ինչպես պետք է գործի հայ հասարակությունը
Հիմա առաջիկայում ընտրություններ են սպասվում։ Այդ ընտրությունների ժամանակ պետք է ընտրենք այնպիսի քաղաքական ուժերի, որոնք որ Հայաստանի ազգային ազատագրական շարժումը անունով են այդպես ասում, պետք չի խաղալ այդտեղ, պետք է ասենք, որ մենք ուզում ենք լինել գործառույթ ունենալ ինքնուրույն գործառույթ, չլինենք որևէ մեկի կցորդը։ Այ ես որ Գագիկին ուղղակի մեղմելու համար իր զայրույթը ասեմ, որ այդ կցորդ լինելու այ հիմա մենք դրանից ենք ուզում ազատվել։ Այստեղ հիմա ես փորձում եմ իրեն խրախուսել, ես ասում եմ ճիշտ ես հասկացել, լավ ես արել, որ միացել ես այդ շարժմանը քո կուսակցությունով, քո կուսակցության ազգային ժողովի պատգամավորներով, ընդունած օրենքով, քո արտասահմանյան ուղևորություններով, հայտարարություններով, ես ասում եմ ավելի եռանդուն պետք է դա արվի։ Վերջապես ես կարծում եմ, որ մեզ համար շատ կարևոր է, բոլորիս համար, յուրաքանչյուր հայի, մեր հասարակությանը, մեր սփյուռքի, վերջապես հասկանալ ու գիտակցել եւ ընտրություն կատարել ինքներս մեր մեջ, մեր ուղեղում։ Մենք տեսնում ենք, որ այն հակամարտությունները, որոնք տեղի են ունենում այսօրվա աշխարհում, փաստորեն կարելի է նկարագրել որպես քաղաքակրթական պայքար, այսինքն կա վայրենիների քաղաքակրթություն, վայրենիների, ես չեմ վախենա այդ բառից, եւ կա քաղաքակիրթ աշխարհի քաղաքակրթություն։ Իսկ ինձ համար շատ կարևոր է մի հարց, օրինակ այսօրվա մեր երիտասարդների եթե փողոցում կանգնացնես, ասես օրինակ տղա ջան կամ աղջիկ ջան, իսկ դու գիտես երբ է տեղի ունեցել Հայաստանում վերածնունդը։ Չի կարող պատասխանել այդ հարցին։ Այնինչ յուրաքանչյուրս պետք է դա գիտակցի եւ իր ուղեղի մեջ եւ հոգում եւ սրտում պահի այն փաստը, որ մեր վերածնունդը տեղի է ունեցել 3 դար ավելի վաղ, քան հայտնի եվրոպական ռենեսանսը։ Այնպես որ այսօր ուզած թե չուզած մենք հայտնվում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս, անբաժան մաս։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս փաստից ելնելով մենք պետք է ընտրենք նաև մեր դաշնակիցներին եւ տարանջատենք մեզանից հեռու պահենք մեր թշնամիներին։ Հիմի ում համար է գաղտնիք, որ մեր համար մեկ թշնամին, ես համաձայն եմ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, մեր համար մեկ թշնամի ինչպես եղել է, այնպես էլ կա Ռուսաստանը, ռուսական կայսրությունը։ Հարգելի Ազատ, ես շատ եմ ձեզ հարգում, բայց մի բան պետք է ձեզ հիշեցնեմ։ Եթե ուշադրություն դարձնենք հայտնի բանաստեղծներ, ռուս բանաստեղծներ Պուշկին եւ Լերմոնտովին, Նիմիտա Ռասինյան, մենք կտեսնենք, որ ինչ վերաբերում է Կովկասին, այնտեղ դա միշտ առաջին ջութակն է եղել իրենց պոեզիայում։ Եվ ձեր ասած այդ ամսաթվերը, որ դուք թվարկեցիք 1800 չգիտեմ որ թիվ եւ այլն, դրանից շատ ավելի վաղ եւ մի այլ մեծ ռուսական պոետ Ֆետը այդ նույն թեմայի շուրջ միշտ իր բանաստեղծությունները ստեղծել են կներեք տավտալոգիայի համար։ Այնպես որ այդ կայսրամոլ, կայսրական գիտակցությունը միշտ եղել է ռուսաստանյան քաղաքականության համար մեկ խնդիրը։ Համարում եք, որ Ռուսաստանը գոյություն է ունեցել եւ 1000 տարի զավթել է այլոց, ուրեմն այլոց հողերը գողացել է, թալանել է այլոց ուրեմն ունեցած չունեցածը եւ ինքը ոչինչ չի ստեղծել։ Իհա, իրենց քաղաքակրթությունը ոչինչ չի տվել աշխարհին։ Դա եվրոպական քաղաքակրթության ծայրագավառն է։ Ռուսաստանը Եվրոպա է։ Դա եթե դու քաղաքակրթության մասն եք խոսում, պարոն Վարդան, եթե քաղաքակրթության,
ուրեմն Ռուսաստանը եվրոպական քաղաքականության կրողն է, պարբերաբար բեսպաշտնի եւ բեսմիլսնի է լինում։ Ես դա եմ ասում։ Ոչ, ցավոք սրտի կրողը չէ։ Ռուսները Պարտողն է, ոչ թե կրողը։ դե հիմա Պարտողն է։ ծայրագավառը, Համար մեկ թշնամու հետ կապված հարց ունեմ, կներեք էլի հետ են գալիս, բայց ոչինչ։ Համար մեկ թշնամին հռչակեցիք Ռուսաստանը։ Այո, Եթե համար մեկ թշնամուց սպոկվի Հայաստանը ներողություն գրպանից դուրս գա Փաշինյանի խոսքերով, Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնք եւս թշնամիներ են համարվում հասարակության կողմից, համենայն դեպս, այդ հարցը ավտոմատ կլուծվի։ Նրանք թշնամիներ չեն։ Այն պահին, երբ մենք հասկանանք, նորից եմ կրկնում, որ մեր միակ ուղին պետք է լինի դեպի քաղաքակիրթ աշխարհ, որի անբաժան մասն ենք մենք, մեր էությամբ, մեր մենտալիտետով, մեր մտածելակերպով, մենք այդպիսին ենք։ Ես կարծում եմ բոլորս այստեղ, այսինքն բոլորը ավազակ համամիտեք այդ կոնսենսուսի եկանք վերջապես այդ հարցի շուրջ։ Իսկ կոնսենսուսի կգաք 500 տարվա իր պատմության լավագույն շրջանն է ապրում այսօր Հայաստանը հարցում։ Հերթական հիմար միտքն է, սա ինչ 500 տարի, ինչ լավագույն շրջանն է։ Որն է լավագույնը դրա։ Որ մեզ կոտորեցին, որ մեզ թալանեցին, որ մեր առանց էլ մի բուր մնացած երկիրը պատար են անում, սա է։ Ես կարդամ, եթե պետք է, որպեսի ամբողջական լինի, կիսատ չլինի, այսօրվա Հայաստան Փաշինյանին է մեջբերում։ Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր եւ իր ժողովրդի ձեռքին, առաջին դրույթ։ Ոչ, այդպես չէ։ Առաջին դրույթ։ Ես համոզված եմ, ասում է Փաշինյանը, որ այս իրողությունը ոչ թե պահպանվելու է, այլ զարգանալու է, որովհետև դա պատմական շրջադարձ է, այսինքն դա կա եւ դա շրջադարձ է։ Շարունակում ենք։ Այն, ինչ որ հիմա տեղի ունենում պատմական շրջադարձ է, Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկայցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Սա հիշում ենք Խզմալյանի երրորդ քայլով, երրորդ կադենցիան, ինչպես դուք ասում եք։ Խոսքը վերջին 5 տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է։ Եվ Հայաստանը ապրում է 500 տարվա իր պատմության լավագույն շրջանը։ Սկսենք Խզմալյանից, պարոն Խզմալյանից, համեցեք։ Երբ որ ինձ անհրաժեշտ է թվում խոսել նախկին 500 տարիների կամ 5000 տարիների մեր պատմության մասին, ես ֆիլմեր եմ նկարում այդ մասին, դրանք YouTube-ում կան։ Սակայն Հայաստանի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ լինելով, ես պարտավոր եմ մտածել եւ խոսել եւ գործել անուն մեր ապագայի։ Եվ անուն ապագայի մենք պետք է անենք հետեւյալը. եթե մենք ուզում ենք պահպանել մեր պետականությունը, եթե մենք ուզում ենք ապրել մեր երկրում, եթե մենք ուզում ենք փրկել մեր երեխաներին, որ իրանք հայ մնան եւ հայ մնան Հայաստանում։ Մեկ օրինակ, մի քանի օր առաջ Եվրամիության Եվրախորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը այցելել էր Կոսովո։ Եվ այնտեղ, որը Կոսովոն Եվրամիության դրոշի ներքո ուզում է մտնել Եվրամիության անդամ երկրների ցանկ եւ ֆոն դեր Լայնը կոշտ նախապայմաններ է դրել, որ այնտեղ անկլավ հանդիսացող սերբսկա Կրաինան, սերբերի ինքնավարությունը պետք է պահպանվի, պետք է լինի եվրո դիտորդների եւ հատուկ հսկողության տակ, հիշեցնեմ, որ Կոսովոյում ծառայում է նաեւ հայկական բանակը։ Հայկական բանակը պահպանում է Կոսովոյում խաղաղություն տարիներ շարունակ։ Հիշեցնեմ նաև, որ 10 տարի առաջ նույն Եվրամիությունը պաշտպանում էր Կոսովոն Սերբիայի հարձակումներից։ Տարիներ շարունակ մենք ասում ենք ժողովուրդ մեր փրկությունը, Արցախի փրկությունը եւ այսօր անկլավների պահպանումը եւ փրկությունը հերթական զավթումից, որն արդեն ծրագրված է եւ ստորագրված է, դա ունի մեկ նախապայման. Հայաստանը պետք է դառնա Եվրամիության գոնը անդամակցության տեխնացու։ Այդ դեպքում, ինչպես Մոլդովայի, ինչպես Ուկրաինայի, ինչպես Կոսովոյի օրինակներն են ցույց տալի,
մենք միայնակ չենք մնա, ինչպես Փաշինյանը միայնակ գնաց Վաշինգտոն, եւ այնտեղ նրա դեմ ոչ միայն Թրամփն էր եւ Ալիևը, նրանց ետևում կանգնած էր Էրդողանը եւ Նեթանյահուն, որոնք եւ սարքեցին այդ դավադրությունը, որի ողբերգությունը մենք դեռ չենք հասկանում եւ այստեղ հրճվում են, որ տեսեք, մենք ամերիկացիներին ենք բերել։ Այդ մասին այսօր խոսակցությունը չգնաց, չբացեմ այդ խոսակցությունը։ Մեկ շաբաթ դրանից հետո նույն օղակաձև կամ օվալաձև սենյակում գտնվում էր Զելենսկին եւ նրա կողքին էին Մակրոնը, Մելոնին, մի քանի երկրների եւ կառույցների եվրոպական առաջնորդները, որովհետեւ նրանք Ուկրաինայի թիկունքում էին կանգնած։ Ինչու մեր թիկունքում ոչ ոք չի կանգնած։ Որովհետեւ Հայաստանը Փաշինյանի օրոք ոչ մի անգամ հստակ չի ասել այդ խոսակցությունները, որ այդքան կգնանք, որքան մեզ կընդունեն, դրանք կեղծիք են։ Եվրոպան 2014 թվականին մեկ ընդմիշտ քվեարկել է 514 ձայնով 4-ի դեմ, 504 ձայնով 4-ի դեմ, որ Հայաստանի դիմումը ընդունվելու է, դա Եվրոխորհրդարանի պաշտոնական հայտարարություն էր։ Դրանից հետո խոսել, որ մեզ չեն սպասում, սա պարզապես պրովոկացիա եւ դիվերսիա է։ Եվ ես ասում եմ, որ մենք չենք կորցնի Արցախը, եթե մենք այն ժամանակ արդեն իհեճուկս մեր ապիկար նախկին վարչապետների եւ նախագահների լինեինք եվրոպական դաշտում։ Մենք չենք կորցնի Արցախը 20 թվականին եւ 23 թվականին, եթե արդեն Փաշինյանի օրոք հայտարարեինք, որ մենք եվրոպական պետություն ենք դառնում եւ Եվրոպայի Եվրամիության ու Միացյալ Նահանգների նաեւ պատասխանատվության գոտի ենք, որովհետև լիքը բաներ հիմա չի ասվում, որտեղ ամոթ է ուղղակի ասել, չի ասվում, թե ինչ առաջարկներ էին արվում անգամ պատերազմի օրիներին։ Դա դեռ գաղտնի է, բայց մեզ համար դա պարզ է։ Եվ այդ ամենը ջրի երես դուրս կգա։ Եվ ծանրագույն հանցանքը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ այն է, որ բոլոր 4 ղեկավարները պահել են Հայաստանը Եվրոպական միությունից դուրս։ Եվ այն, որ հիմա մենք շարունակում ենք մնալ այս սպառնալիքի ներքո, որ անկլավները, որոնք խեղդելու են Հայաստանը, բաժանելու են, պառակտելու են մեր առանց այն էլ գզվրտած եւ պառակտված երկիրը, դրանք էլ են սպառնալիք մնում միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մերժել Եվրամիության միանալու օրենքը, գաղափարը եւ հայ ժողովրդի մեծամասնության ցանկությունը։ Եվ մինչև նա իր պարտքը Ալիևի, Պուտինի եւ Էրդողանի առջև չկատարի, եւ մենք չհայտնվենք անելանելի վիճակում, նա չի հանգստանա։ Եվ վերջինը, այստեղ չի ասվում ամենակարևորը, բարեկամներ, մենք շեղվում ենք եւ չենք ասում, մեզ ներկայացնում են, որ կամ Փաշինյան կամ Քոչարյանասերժական բաներ։ Ոչ, կա երրորդ ուժը, եւ դուք եք դա ազգային ազատագրական պայքարը, որը այսօր ընդունել է Եվրոմիությանը անդամակցելու նպատակի, գաղափարի, ծրագրի ձևը, այդ ուժը պետք է լինի խորհրդարանում, որպեսզի փրկվի Հայաստանը, որպեսզի մենք դառնանք, ինչպես Անտանտայի կազմում մենք ստեղծեցինք առաջին հանրապետությունը, միայն Անտանտայի կազմում մենք դա ստեղծեցինք, այդ մասին չի խոսվում, բայց դուք գիտեք, որ դա այդպես է։ Մեզ ընդունեցին Անտանտա եւ այդ պատճառով էր, որ Սևրի պայմանագիրը կնքվեց։ Վրաստանին եւ Ադրբեջանին թույլ չտվեցին Փարիզի խաղաղ կոնֆերանսը ստորագրել։ Իսկ հետո մեր բանակը զինաթափվեց 38,000-անոց բանակը զինաթափվեց 8,500-անոց 11-րդ բանակի կորպուսի առջև, որտեղ ռուսները մեր եղբայրներն են եւ մենք չենք կարող կռվել ռուսների դեմ։ Եվ ինչպես ֆինները, ինչպես լեհերը, ինչպես էստոնացիները չդիմադրեցինք, իսկ իրենք դիմադրեցին եւ պահպանեցին անկախությունը, բայց չեմ ուզում պատմության մասին խոսել։ Հենց հիմա մենք կորցնելու ենք մեր փրկվելու, պետություն մնալու, ազգ մնալու վերջին հույսը, որովհետեւ 1 տարի անց ազերիները եւ թուրքերը շատ լավ հասկանում են, որ դա նաեւ նրանց վերջին շանսն է Հայաստանը կլանել։ Այդպես որ հիմա դրա վրա է պետք կենտրոնանալ եւ ժողովրդին դա է պետք ասել, որ խորհրդարանում պետք է լինեն ոչ թե եվրոպամետ խոսքերով, այլ հստակ եվրոպական գաղափարներ, քաղաքակրթության գաղափարներ կրողները,
որպեսզի մեր երկիրը տանեն այնտեղ, այլ ոչ թե Շանհայ, Ալթայ, Եվրազես եւ այլ խորոչներ, որոնք ի վերջո նույն թուրքա-ռուսական անդունդի ենթաբաժիններն են։ Ես փորձեմ ձեր պատասխանը ամփոփելով ասել, որ դուք հետեւյալն եք ասում։ Այո, համաձայն եք, որ Հայաստանը ապրում է 500 տարվա իր պատմության լավագույն շրջանը, քանի որ այժմ ունի կարևոր հնարավորություն, շանս ունի։ Իհարկե ոչ, ես երբեք դա չեմ ասել։ Ասեք իմ։ Ես չեմ ուզում իմ գործընկերներից ժամանակ խլեմ, բայց ես ասել եմ ու շատ կարճ մեկ նախադասությամբ ասել եմ։ Հայ ժողովրդի ամբողջ պատմությունը Հայ Գնահապետից սկսած, շարունակելով Տիգրան Մեծով, շարունակելով Տրթատ թագավորով, շարունակելով Կիլիկյան թագավորությամբ, շարունակելով Առաջին Հանրապետության, դա մեկ ձգտում է դեպի ազատ, անկախ պետականություն, դեպի քաղաքակրթություն, դեպի Եվրոպա։ 500 տարի մենք ձգտել ենք այդ ուղղությամբ։ Ասեմ եւս մի նախադասություն։ Եվրոպական Եվ ինչու 500 տարի, ինչա լուծը դա էլ հետաքրքիր։ 2000 տարի առաջ Հայաստանը եւ Հռոմը եղել էին երկու պետություն, որոնք Եվրոմիության այն ժամանակ դա կոչվում էր Հռոմեական կայսրություն, միակ հիմնադիր երկրներն էին, որտեղ եւ Բրիտանիան, եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան պետություններ չէին, պետություն էր Հռոմը եւ Հայաստանի թագավորությունը, արքայությունը։ Այդպես որ մենք Հռոմի հետ միասին, որը նույնպես հիմա չկա, դա Իտալիա է, մենք միակ եւ ամենահին պետությունն ենք, որը հիմնադրել է Եվրոպական միությունը, այնպիսին, ինչպիսին այն կա հիմա։ Մենք ենք եղել Եվրոպա, երբ որ նրանք դեռ պետություններ էլ չէին։ Այդ մասին վարչապետը գիտի, ով ասում է 500 տարի առաջ։ Ինչ 500, անգամ Կիլիկյան դա 500 տարի չի, այլ մի քիչ ավել։ Մի քիչ ավել։ Համեցեք, ով է, պարոն Սարոխանյան։ Եվ ասենք դե 500 տարվա պատմությունը։ Դե այսպես է։ Մենք մեր լավագույն շրջանն ենք ապրում, եթե այո, ապա որն է այդ լավագույն շրջանը։ Ես փորձեցի ձևակերպումը մի քիչ փոխել, ասել գուցե դրա համար, որ հիմա շանս կա դեպի Եվրոմիություն գնալ եւ ինչպես պարոն Վարդանյանն է ասում, քաղաքակիրթ վերականգնել մեր տեղը, գնալ նորից կանգնել այնտեղ, որտեղ մենք կայինք եւ պետք է լինենք։ Շնորհակալություն։ Նորագույն պատմության մեջ, Հայաստանի նորագույն պատմության մեջ, կոնես վերջի, այսպես կոչված անկախություն ձեռք բերելուց հետո, լավագույն շրջանը եղել է 1987 թիվը։ Երբ որ այստեղ մեծարգո նորից չզրանամ ասեմ, մեծարգո պարոն Արշակյանի, Հայրիկյանի եւ մնացած ԱՄԿ-ականների ճիկերով եւ ես որպես երիտասարդ սիրարված, իրանց վրա նայում էի սիրարված աչքերով, իրանց հերոս էի ճանաչում, ես ժամանակին երբ որ պարոն Արշակյանի հետ ծանոթացա ձեռս սեղմեցի, ես ասում եմ լեգենդի եմ գտնում։ Հիմա էլ հնարավորություն ունես։ Այսօր ես արդեն հպարտորեն նստած եմ իր դիմաց եւ ասենք բանավիճում ենք, ինչ-որ չենք բանավիճում, ասենք մտքերի փոխանակում։ Մենք լուծումներ ենք փնտրում։ Լավագույն շրջանը եղել է դա, երբ որ հայ ժողովուրդը ստացել է հնարավորություն իրական ճիշտ ազատ աշխարհի ուղղությամբ գնալու։ Բայց ԿԳԲ-ի գործակալական ցանցը շատ հստակ կարողացավ նորից ռևանշ անել եւ համարելով Հայաստանին կարծես թե անկախ պետություն, բայց նորից պահել իր ծիլի մեջ։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելով։ Պարոն Հայրիկյանին վտարեցին Էթովպիա, ինչու Էթովպիա, շատ հետաքրքիր պատմություն է, դեպ դες ասեմ։ Որովհետեւ ցանկացած այլ երկիր, ասենք Ամերիկա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, ուր ուզում է քաղաքակիրթ ցանկացած աշխարհի քաղաքակիրթ երկիր, երբ որ մարդուն վտարում են, այդ պետությունը վտարվողին հարց է տալի, ասում դու ուզում ես վտարվես, իմ երկիր գաս։ Եվ այդ հարցերին պարոն Հայրիկյանը պատասխանում է ասել ոչ։ Եթե հանցանք եմ կատարել, նախկին սովետական, ասենք ես երկրում Հայաստանի դատեք ինձ։ Այսինքն այդ մարդուն չկարողացան վտարեին այլ երկիր, բացի Եթովպիայից, որովհետև Եթովպիայում չկար այդ օրենքը, ընդ հարց չէին տալի, դու ուզում ես թե չէ։ Նստացնում էին ինքնատիրը եւ տանում էին։ Այդ մարդուն տարան Եթովպիա, ստե Լևոն Տեր-Պետրոսյանին բերեցին իշխանության։ Վերջացավ, սա էր ԿԳԲ-ի հզորագույն, լավագույն շրջանը այդ փոքրիկ փուլն էր, երբ որ ժողովուրդը վերելքի վրա էր եւ իսկապես գնում էր անկախության, իսկապես գնում էր քաղաքակիրթ աշխարհի։ Եվ այդտեղ որ
կոտրեցին մեջքը, տարան այսպես ասած կեղծ արժի համակարգի մեջ, Հայաստանի դրոշի վրա պատ կառուցեցին, պատ նկարեցին, սպիտակ իշոր, սենց տուֆերով պատ եւ անունը դրեցին Արցախի հանրապետություն։ Եվ սա սարքեցին հայ ժողովրդի ամեն ինչը։ Ինչ վերաբերվում է այս վերջի մի քանի տարվան, որը Նիկոլ Փաշինյանը գուցե ինքը իր հայլու մեջ երբ որ նայում է, տեսնում է թե ինչ լավ մաչո է ինքը ասում է սա Հայաստանի լավագույնը, որտեղ իմ նման մաչո չկա, ասեն երևի զառանցանքների մեջ է։ Բաց ասում նա զառանցանքների մեջ է։ Մակում Ալիևը կայնած ասում է Արցախում հայերը կոտորել են, ջարդել են 50-ից ավել մզկիթներ, որ մենք տերորիստականը Նիկոլ Փաշինյանը նստած, որ մենք ագրեսոր ենք, մի ծպտում չի անում, մի պատասխան չի տալի, սա է լավագույն դարաշրջանը, որ ստրկացած, կոպիտոլացված վիճակում մեր ղեկավար ասեն, մեզ ներկայացնող անձը գնա այնտեղ նվաստացած վիճակում հայտնվի, այսինքն նվաստացած վիճակում բերի նաև մեզ բոլորիս։ Եվ ովքեր որ դրա դիմաց կարող են ինչ-որ բան ասել, բացարձակ անտեսվում են, բացարձակ, ընդամենը պետքա սենց անել, գովալ Նիկոլ Փաշինյանին, այո ասել սենց է, հիմա ես վերջերս նոր այդ հազար ներողություն եմ խնդրում գուցե մեջները ազնիվ մարդիկ կան, որ սրտի իրոքը տանց են մտածում, որ այո անում է, բայց դանդաղ, այսինքն նոր նարատիվ են մտցրել, որ Նիկոլ Փաշինյանը հա դե լավ անում, բայց պրոստը դժգոհ են մարդիկ, որ ինքը դանդաղ է անում։ Այսինքն, եթե դու եկեղեցիում ասենք 1-2 KGB-ի գործակալի ուզում ես ռադանես, դուք գիտեք քանի հազար հոգի։ Մոտ 40,000 KGB-ի գործակալ կա Հայաստանում։ Բա Հայաստանի մյուս ոլորտներում ով պետք է մաքրի, բացի եկեղեցուց։ Այսինքն, եթե յուրաքանչյուր 8 տարվա մեջ 8 KGB-ի գործակալ լուստրացիա անես, այսինքն դու քանի հազար տարի պետք է բան անես։ Լավ, պարոն Սարխանյան, ես պետք է գովազդ հայտարարեմ եթերում, բայց մենք ունենք այսպիսի իրավիճակ, պարոն Խզմալյանը շտապում է, ուզում է գնալ, որովհետև հրավիրված ուրիշ հրավեր եւս ունի։ Ես պարոն Խզմալյան ուզում եմ վերջին այսպես հարցը տալ ձեր գնալուց առաջ ձեզ համար։ Ինչ հնարավորություն կա, ինչ պետք է արվի, ինչ պետք է պատկերացնենք, որ լավագույն շրջանն է Այո, լավագույն շրջանն է Հայաստանի պատմության։ Ինչպես եք դա տեսնում, ինչպիսին պետք է լինի այդ իրավիճակը, որ դուք ասեք, այո, սա է լավագույն շրջանը։ Այսպես երազանքներ եւ չնայած մեզ ոնց որ թե ասում են չի կարելի երազել, բայց ես խնդրում եմ ձեզ ձեր պատկերացումները։ Երազել պետք չէ, պետք է գործել։ Երազանքները իրականանում, երբ որ մենք աշխատում ենք եւ իրականացնում ենք այդ երազանքները։ Կարծում եմ, որ այսօր կա մեկ կոնսենսուս, այսպես կոչված, դա այն է, որ մենք բոլորս համաձայնվեցինք մի բանում եւ այստեղ չէ որ մենք համաձայնեցինք, մենք ապրել ենք այս համոզմունքով։ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հիմնադիրներից մեկն է։ Հայաստանը Եվրոպա է, այն իմաստով, ինչ հիմա ենք հասկանում Եվրոպա, որպես քաղաքակրթության կարևորագույն մասը։ Հայաստանը պետք է վերադառնա Եվրոպա։ Մեր պետականությունը, մեր քաղաքակրթությունը, մեր ազգը պահպանելու համար լեզուն, ինքնությունը, մշակույթը մենք պետք է գնանք դեպի Եվրոպա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ուրիշ ճանապարհները արդեն փորձված են եւ բոլորիս մենք մեր կյանքով ենք վճարել։ Պատերազմներով, որով անցել ենք, բանտերով, որով անցել են այս սեղանի շուրջը նստած երկու հոգին գոնը։ Մենք գայքի հետ նույն պատերազմի նույն կամավոր ջոկատում ենք եղել, մենք իրավունք ունենք ասելու դա։ Այն տղաները ու աղջիկները, որոնք ոչ մի բանով չեն անցել, ոչ մի բան իրենց կյանքում չեն ստեղծել, եւ մեզ են փորձում սովորեցնել, թե երբ է լավագույն վիճակը, սա վիրավորական է։ Դեպի Եվրոպա, սա է Հայաստանի ճանապարհը։ Շնորհակալություն ու կներեք, որ ես պետք է գնամ, որովհետեւ շնորհակալություն Եվրոպայում դա ավելի լավ են գիտակցում, որ մենք Եվրոպայի մաս են, քան բուն Հայաստանում մենք ինքներս։ Շնորհակալ եմ, պարոն Նայք, գովազդ ենք հայտարարում եթերում, մնացեք մեզ հետ, սիրելի հայրենակիցներ, պարոն Խզմալյան, շնորհակալություն մասնակցության համար։ Շնորհակալություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ինչն է նախընտրական Հայաստանում նոր, այս նախընտրական ընթացքում նոր։ Մենք խոսել ենք այն մասին, որ ունեցել ենք ընտրակեղծիքներ, լցոնումներ, ինչպես ընտրակաշարք, հայկական կարուսել, որ արդեն այսպես եւ հիշում ենք Վրաստանի նախկին նախագահը դա անվանեց, հիշեցրեց։ Այս ընտրությունների ժամանակ ինչն է նոր, ինչ ենք տեսնում եւ երկրորդ հարցը ընտրությունների հետ կապված, ինչով են կարևոր այս ընտրությունները, տարբերվում էլի կարևորությամբ, արդյոք տարբերվում են, թե ընթացիկ ընտրություններ են, ինչպիսին եղել են 91, 96, չգիտեմ 2003 եւ այլն եւ այլն։ Համեցեք, պարոն Վարդանյան, երևի ձեզանից սկսենք։ Ես պետք է ասեմ, որ այդ ընտրությունների ինչպես ձևաչափը, այնպես էլ այն գործիքները, որոնք կօգտագործվեն այդ ընտրությունների ընթացքում, լիովին կախված է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, եթե դրանք լինեն, աստվածտավոր լինեն, իսկ ես կարծում եմ, որ կլինեն։ Իմիջիայլոց մինչև ընտրությունները ինչքան է, 7 ամիս դեռ կա, չէ։ 6.5։ 7 ամիս դեռ կա։ Շատ այսպես հեղինակավոր մասնագետներ, վերլուծաբաններ արդեն միաձայն ասում են, որ պատերազմը կավարտվի ամենաուշը հունվար ամսին, նոր տարուծամիջապես հետո, Աստված տա, որ դա այդպես լինի։ Իսկ ես կարծում եմ, որ Աստված կտա, որովհետև գիտեք ինչ, այս կյանքը, այս աշխարհը, այս մոլորակը ստեղծվել է բարի նպատակներով,
Ստեղծվել է ոչ թե նրա համար, որ մարդիկ միմյանց կոտորեն, միմյանց արուն խմեն, թալանեն, սպանեն, բռնաբարեն։ Այդ նպատակներով չի ստեղծվել։ Իսկ քանի որ դա այդպես է, ուրեմն արդարությունը եւ ճշմարտությունը պետք է համոզիչ հաղթանակ տանեն եւ մոտ ժամանակներս է դա լինելու։ Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, այդ թվում նաեւ ձեզ հետ Տիկին Գայան եզրույթների ժամանակ ես այդ մասին ասել եմ։ Ուղղակի ես կարծում եմ, որ մեր բոլորի խնդիրն է, բոլորը ասելով ես նկատի ունեմ նրանց, ովքեր այս կամ այն որակի կամ չափսի ինչ որ ամբիոն են ունենում, մարդկանց հետ խոսելու, մտքեր փոխանակելու եւ այլն։ Գլխավորագույն խնդիրն է ժողովրդին դաստիարակել, սովորեցնել։ Ես էլի եմ ասում, շատ մարդիկ կան, որ տարական բաներից գաղափար չունեն, ոչ մի բան չգիտեն, ոչ մի բան։ Այնքան որ այսօրվա հաց ու պանիրը կա ու հերիքա։ Այդպես չպետք է լինի։ Այն միտքը, որ մենք հայ ենք, այն փաստը, որ մենք հայ ենք, արդեն ինքնըստինքյան պետք է մեզ զգաստ պահի միշտ, զգաստ եւ արժանապատիվ։ Հայ լինելը դա շատ մեծ պատասխանատվություն է, շատ մեծ պատասխանատվություն է։ Որովհետեւ ինչպես մեր այսօրվա զրույցի առաջին մասում մի քանի անգամ շեշտվեց, ասվեց, որ մենք հանդիսանում ենք այս մոլորակի քաղաքակրթության սկզբնակարերից մեկը, եթե ոչ առաջինը, հավանաբար հենց առաջինը մենք էինք։ Ես նորից եմ կրկնում, 3 դար Եվրոպայից ավելի վաղ տեղի ունեցավ մեզ մոտ վերածնունդը, այդ ռենեսանսից 3 դարով ավելի շուտ։ Իսկ դա մեզ պարտավորեցնում է։ Մենք պետք է վերջապես հասկանանք, որ մենք բոսյակ ժողովուրդ չենք, էլի, ստեղից ընդեղից գողացող չենք։ Այս վերջերս իմիջալոց ես չգիտեմ, դուք ուշադրություն դարձրիք, թե չէ։ Ռուսաստանյան սենատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խոստովանեց, որ Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանը, նույնիսկ մեխեր չի կարողանում արտադրի։ Լավ, այդ երկիրը, այդ իրենց ասած, այդ ռուսական աշխարհը, ռուսկի միր, ոնց որ իրանք են ասում, ինչ է տվել մարդկությանը, ինչ է ստեղծել, ինչով է աչքի ընկել, բացի գողությունից, բացի թալանից։ Այս խոսքի մեջ հիշեցիք Ռուսաստանը։ Ես եմ թիրախը։ Դուք եք թիրախը։ Չէ, ես ուղղակի գիտեք ինչ, ես բավականին երկար ժամանակ Ռուսաստանում ապրել եմ։ Շատ լավ գիտեմ եւ Մոսկվան եւ Լենինգրադը եւ այլ քաղաքներ առնչվել եմ շատ մարդկանց հետ, բայց ես համոզվել եմ, որ անկախ նրանից, թե որքանով կրթված է մարդը, որքանով լայն է իր աշխարհայացքը, որքանով նա դաստիարակված է, միևնույն է, նա մեզ բոլորիս այսպես վերևից ներքև է նայում։ Հասկանում եք։ Մենք բոլորս, մենք ասելով ես նկատի ունեմ ոչ ռուսներին, ոչ միայն հայերին, վրացիներին, տո չգիտես ղազախներին եւ այլոց։ Երրորդ սորտի մարդ են համարում։ Հասկանում եք։ Եվ իրենց իրավունք են վերապահում օգտվել այդ կներեք տավտալոգիայի համար այդ իրավունքից։ Ով է տվել իր այդ իրավունքը, մնում է գաղտնիք է մնում։ Մարդու մակարդակով են ասում, եթե մարդը ինքը իրեն չի հարգում, իրեն եւս չեն հարգում։ Մենք երևի թե այդ հարցում պետք է մենք մեր ազգը հարգենք, ոչ թե պետք է, չգիտեմ, երևի թե ես պարզապես արձագանքել ոչ թե այն իրավիճակը, որը այսօր տիրում է, բայց հարցս հետեւյալն էր, ինչով է տարբերվում եւ ինչով են կարեւոր այս ընտրությունները։ Տարբերություն կա, թե ընթացիկ հերթական ընտրություններ են։ Այս պահին կանխագուշակել հնարավոր չէ։ Իրանք ճակատագրական ինչ-որ հարցի պատասխան կամ լուծում տալուց առաջ են կատարվում, թե ոչ։ Դրանք կարող են ինչ-որ բանի վրա, պատմական իրողությունների վրա ազդել ընտրությունների արդյունքները։ Ես չեմ կասկածում, որ իշխանությունը
ինչպես միշտ կօգտագործի ամբողջ իր ռեսուրսները, բոլոր ռեսուրսները, եւ լրատվական ասպարեզում, եւ ամենակարևորը ֆինանսներով, իսկ այն ուժը, որը այսօր արդեն, որքան ես եմ հասկանում, ձևավորվում է մեր այսպես ներքաղաքական թատերաբեմում, այդ ուժը դեռ բավականին թույլ է, բայց ես կարծում եմ, որ 7 ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի այդ ուժը վերջնականապես ձևավորվի եւ ամենաբարձր ձայնով հայտարարի իր գոյության մասին եւ ես կարծում եմ, որ բավականին հզոր հաղթանակ է տանելու գալիք ընտրություններում եւ դա կլինի մեր փրկությունը, մեր ազգի փրկությունը, մեր երկրի փրկությունը։ Այսինքն Փաշինյանի քաղաքական ուժի եւ մյուս թևի, որի մասին խոսում էինք, դրանցից բացի երրորդ ուժ եք տեսնում, որը ձևավորվում։ Որ ես դա չէի կոչի երրորդ ուժ, ես դա կոչեի միակ ուժը, որը ի վիճակի կլինի Հայաստանը դուրս բերել այս ահավոր վիճակից, որում մենք հայտնվել ենք այսօր։ Շնորհակալություն, պարոն Սարոխանյան, նույն հարցերը ձեզ։ Շնորհակալություն։ Ես պետք է համաձայնում եմ պարոն Վարդանյանի հետ, որ այո, իսկապես այսօր 8 տարվա դե մյուս տարի արդեն կլինի 8 տարի է, ինչ ասենք Նիկոլ Փաշինյանի վարչակարգը իշխում է Հայաստանում։ Այսինքն գրեթե նույն չափ, ինչքան որ Ռոբերտի վարչակարգը, Սերժի, հիմա էլ Նիկոլի։ Երբ որ Նիկոլը, ասենք, եթե հաղթի հանկարծ այդ ընտրություններում, արդեն ինքը գերազանցի նախորդ իր գործընկերներին ժամանակային առումով, եւ քանի որ այսօր էլ Սերժ Սարգսյանը մեծ նվեր է տվել, այսինքն Նիկոլ Փաշինյանին, սահմանադրության տեսքով, որ ինքը կարող է հավերժ այդպես վերարտադրվի, ինքը Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ընտրվում, բայց կանոնակարգով դա չի կարգավորում, որ գիտեք, ինչքան Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իրանց կուսակցության նախագահ ընտրվելու այսքան ժամկետի Միգուցե կուսակցությունը ընտրվի եւ իր թիմից մեկ այլին ներկայացնի։ Այսօր մենք որ տեսնում ենք այն քնձնանքը, որ ասենք իրանց առաջնորդին քպայականները ինչ ձև են ռևերանսներ անում, ինչ ձևի, ասենք, բաներ անում, դա եւ հաշվի առնելով Հայաստանի առայժմ դեռ կարծես թե հեղափոխական կոչվող, բայց ոչ հեղափոխական տենդենսները, այսինքն դա ոչ մի բան չի փոխում, որ Նիկոլ Փաշինյանը մյուս տարի կընտրվի, մյուս տարի, այսինքն այս սահմանադրությունը, որը պարտադրվեց նույն Ռուսաստանի կողմից Սերժ Սարգսյանը, որ ընդունեք, եւ ես դե բնավ անձը չէր կարևոր, Սերժի համար էր դա կամ Նիկոլ Փաշինյանի խնդիրը ստենա էր, որ Կրեմլի համար շատ հարմար սահմանադրություն էր, որով ինքը կաշխատի ցանկացածին ում ինքը կնշանակի։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ այս կոստյումը շեֆ ջան կարենք, այսպես մի քիչ փոխենք, այն որ կոստյումը, Սերժի կոստյումը, ես իդեմ հանրայդ մի հատ վիդեո է եղել, երբ որ ես այդ Սերժի կոստյումի վերաբերյալ, ես էլ եմ արտահայտվել հենց Նիկոլի վրա, որ Սերժի կոստյումը իսկի Նիկոլի հակով եղավ, թևերը մի քիչ կրճատել, всё, Իրանն է։ Լավ, ուզում եք դուք ինչ հարցի եք պատասխանում։ Հենց այդ հարցին ընտրությունների։ Այսինքն, երբ որ մենք մոտենում ենք այս ընտրություններին, նույն սահմանադրությամբ, նույն ընտրական օրենսգրքով, նույն հոգեբանությամբ եւ փիլիսոփայությամբ, այսինքն կարծես թե ոչ մի բան չէ, առայժմ այս փուլում մենք պարտվում ենք։ Մենքը ո՞վ է։ Մենք ազատական ուժերը։ Այն անհատները, այն փոքր քիչ թե շատ, ասենք, երևացող կամ չերևացող ուժերը, որ դեռ չեն կարող ինքնակազմակերպվեն եւ պարոն Վարդանյանի ասած այն միակ ուժը դառնան, որ հաղթեն եւ նախկիններին եւ ներկաներին։ Այսօր գործակալական ցանցը հաղթում է։ Իրանց այս բեմադրություններով, բաներով, հներ ու նորեր հակամարտությամբ իրանք այդ զույգը տանում են առաջ։ Մենք իշկանով կկարողանանք դրա դեմը առնենք, մեծամասամբ դա կապված է մեր ազգի նվիրյալ, ասենք հոգու խորքում գոնե նվիրյալ մեծահարուստներից, ովքեր կարողանան, ասենք,
այդ ուժերին համախմբել ֆինանսավորեն գրասենյակներով, բաներով, լրիվ օրինական ճանապարհներով։ Եթե անեն, եթե չէ, ուրեմն մենք կմնանք լոկ բարի ցանկության մակարդակի վրա եւ մենք շատ ողբալի վիճակում կարող է հայտնվենք։ Այսօր ես տեսնում եմ, որ ընդամենը կեղծման մեթոդներն են փոխվում։ Ժամանակին դուք հիշատակեցիք կարուսելներ, բաներ, չէ՞, չգիտես Հիմա դա չի լինելու ուրիշ, հա, ուրիշ մեխանիզմ է, որը շատ հստակ Նիկոլ Փաշինյանը դա կիրառում է, ես անգամ էլ կկիրառի։ Որն է կիրառում։ Օրինակ բացարձակ անարդար ընտրություններ 2018 թվականի ընտրությունները։ Ինչ ասում են, ոչ թե լցոնում չի եղել։ Ուրեմն այս մարդիկ ենքանա կայսրացել ուղեղների մեջ, որ կեղծիկը դա լցոնումն է կամ ընտրակաշառքը։ Բայց չէ որ ընտրական օրենսգրքի մեջ շատ հստակ գրված է հավասար պայմաններ քարոզարշավի։ Եվ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսը 8 ամիս քարոզարշավ է արել Նիկոլ Փաշինյանի համար։ Մնացած տեխնացուները ընդամենը 20 օր։ Դա ջախջախիչ կեղծիք է։ Այնինչ 18 թվականին եթե դա իսկապես հեղափոխություն էր, պետք էր լիներ ժամանակավոր կամ անցումային կառավարություն, որտեղ ընդգրկված էին բոլոր քաղաքական ուժերը, եւ այդտեղ հենց կեղծիկը պաստալը հենց դրանում էր կայանում, որ վանկարկումը գնաց Նիկոլ Վարչապետ, տվին իրան ու վերջացավ։ Բարի շնորհակալություն, պարոն Աշակյան։ Նույն հարցը։ Երևի թե համաձայն եք թե ոչ եւ ինչ մեխանիզմներ են աշխատելու կամ աշխատում մենք արդեն տեսնում ենք այս ընտրություններին, ինչով է հետաքրքիր, այո։ Տարբերությունը։ Ես կարծում եմ, որ ակնհայտորեն մի տարբերություն կա, որ քրեոլիգարխիկ համակարգը կառավարող ուժերը հալածվում են։ Նրանք շատ ցանկալի է, ես հույս ունեմ, որ կշարունակվի այդ գործը, նրանք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, նրանք պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից եւ ռեսուրսներից բնական է եւ անձնակազմը պետք է կամ արտաքսված լինի կամ զրկված լինի ընտրվելու իրավունքից կամ ազատազրկված լինի։ Սա չարաշահում չէ, համարվում է քաղաքական ընդդիմադիրներին, ներողություն, քաղաքական հակառակորդներին ճնշել, ձերբակալել եւ այլն։ Ես համաձայն եմ, որ իմ հայրենիքը մեղադրվի նրանում, որ ռեպրեսիաներ է կիրառում հակապետական ուժերի դեմ, հակադեմոկրատական ուժերի դեմ, ատելություն քարոզող ուժերի դեմ։ Ես ուզում եմ, որ իմ երկիրը այդպիսի մեղադրանք ունենա։ Օրենքով դա սահմանվում է կամ կարգավորվում է, թե դա որոշում է այսօրվա օրենքներով դա կարելի է անել, բայց օրենքները, քանի որ գրվել են քրեաօլիգարխիկ համակարգի կողմից, շատ մեղմ են եւ լպրծուն։ Ես կարծում եմ, որ դեռևս ժամանակ ունի այսօրվա իշխող ուժը կուսակցությունների մասին օրենքով, ընտրությունների մասին օրենքով, թարմացնելով այդ օրենքները առնվազն, խստացնի պատասխանատվությունը հակապետական ուժերի դեմ, այսինքն խստացնի պատիժը, պետք է բոլորը իմանան հայկական պետության անկախության դեմ ելույթը հանցագործությունը եւ խիստ պատժվում է։ Բոլորը պետք է իմանան, որ դեմոկրատական ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարելը, դրա դեմ քարոզելը ծանր հանցագործություն է եւ պատժվելու է։ Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետությունում ատելություն քարոզելը ծանր հանցագործություն է։ Օրենք պետք է ընդունվի։ Եղածը բավարար է, բայց ցանկալի է, որ օրենքները խստացվեն ու մենք ընտրությունների գնանք առանց այդ քրեա օլիգարխիկ հանցագործների մեր ժողովուրդը կարողանա ընտրել այսօրվա գոյություն ունեցող փաստացի իշխանության եւ Եվրաքվեի կողմնակիցների մեջ։ Ես Եվրաքվե հատուկ եմ ասում, որովհետեւ հիմա Տիգրան Խզմալյանը բացակայում է, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը, Արմեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը եւ իրենց կողմնակիցները, օրինակ Հովսեփ Խուրշուդյանն եւ այլն։ Այսինքն այդ ուժերի մրցակցությունը պայքարը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության իր դաշնակիցների հետ եւ Եվրաքվեի կողմնակիցների մեջ
բացարձակ ձևով բացառված պետք է լինի քրեոլիգարխիկ ազգադավ կասեր իմ ընկերը բոլոր նրանք ովքեր որ հիմա օգտագործենք այդ տերմինը գրպաններում գտնվող գրպանահատ կուսակցությունները քաղաքական պետք է չմասնակցեն ֆիզիկապես Բայց ոնց եք դուք դա օրենքով ինոագենտ դրանք բոլորը ում որ մասին որ ես խոսում եմ դրանք ինոագենտների մասին օրենքով ես ասում եմ դա արտագրել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության օրենքը ինոագենտների մասին Ֆրանսիայինն է ես միշտ դա ասում եմ մանավանդ այս վերջի 10 օրը Ֆրանսիայի հանրապետության նախկին նախագահը ազատազրկված է ինոագենտներից ֆինանսավորում ստանալու պատճառով ընտրությունների ժամանակ անձամբ չի ստացել Ճիշտ չի լինի ուղղակի լուստրացիա հասկացնել է վերջից դա ֆիզիկապես անհնար է որովհետև լուստրացիա անցկացնելու համար մենք պետք է դաշնակից երկրներից ստանանք իրենց ագենտների ցանկը ոչ ոք մեզ չի տա իր ագենտի ցանկը ասենք Ռուսաստանը կամ Բելարուսը իր ազդեցության ագենտների ցուցակը չի տալիս դրանք ընդհանրապես քաղաքական ծրագրով են հանդես գալիս ես դրա համար եմ ասում որ քրեա օլիգարխիկ ուժերը եւ ապազգային ուժերը որոնք որ կոչ են անում լուծարել հայկական պետությունը դեմոկրատական ինստիտուտները փոխել եւ ատելություն քարոզել մենք դրանով լուստրացիա ենք անում մարդիկ իրենք են անում ինքնալյուստրացիա է ինքնաբացահայտում մարդը գալի ասում է որ ես դեմ եմ ժողովրդավարությանը ես դեմ եմ հայկական պետության անկախությանը այդ դրանց դա հենց լյուստրացիա եւ հանցագործության մասին հայտարարություն է այսօր այդպիսի կուսակցություններ կան ազգային ժողովում օրինակ հանրապետական կուսակցությունը որը քվեարկել է ազգային ժողովում Հայաստանի քվեարկել է հայկական պետության անկախության դեմ այլևս պետք չի լուստրացիա ցանկը դնում ես քվեարկողների եւ արգելում ես նրանց քաղաքականությունով զբաղվելը վերջ ուզում եմ գործիքը կա մեր ձեռքում եւ ասում եմ օրինակ վերցրեք Ֆրանսիայի նախագահը ազատազրկված է որովհետեւ ֆինանսավորվել է դրսից օրինակ վերցրեք այդ օրենքը որով որ Ֆրանսիայում գործադրեցին Եվ դա ապացուցվել է երևի թե իսկ այս դեպքում ապացույցներ են պետք ճիշտ է դա շատ հեշտ ապացուցվում է որովհետև իրենք բաց բերան են հայտարարում են եւ նրանց կուսակցությունները ֆինանսավորելու այդ տեղեկանքի մեջ գրված է մարդը գալի ասում է ես ընդեղից փողը մարդն ասում է ես Ռուսաստանի Կալուգայի քաղաքացի եմ Գալիս եմ ստեղ կուսակցություն են բացում, այն որ գրպանից հանում ասում է, էս էլ ձեզ կուսակցությունը, այն բանը կարտին մախում ասում է, էս էլ իմ կուսակցությունը, մեր ձևով մենք Հայաստանը կկարգավորենք, մենք ասում ենք, մեր ձևը ժողովրդավարական ձևն է, ընտրությունների միջոցն են։ Բայց իրանք ձևը ո՞րն է, ես գիտեմ, իրանք իրենք, օրինակ նրանցից մեկը արդեն դատավաճառ ունի, ասում է, որ գեներալներ դուրս եկեք փողոց Իշխանությունը զավթեք ու տվեք մեզ։ Դա ձևը դա է։ Ինքը ասել է ես դրանց հետ համաձայն եմ։ Հիմա եթե մենք ինչ-որ հարցում համաձայնության գանք, մենք կարող ենք ասել մեր ձևով։ Այ հիմա մենք երեքով մի հարցում համաձայնվել ենք, չէ՞։ Մենք համաձայնություն ես իրանք ձևը տեսեք չհասկացա, կարող շատ լավ։ Չէ, դա գաղտնիք է։ Դա գաղտնիք է, բայց քանի որ մենք վերլուծելու ունակություն ունենք, դուք ովքեր եք Հիմա տիկին Գայանեն մեզ հրավիրել է, չէ՞, մենք ասում մենք այս հաղորդման մասնակիցներս տարբեր կարծիքներ ունենք այս հաղորդման մասնակիցները։ Բայց դուք ասում եք մենք չենք հասկանում մեր ձևը ո՞րն է, այդ մեր ձևը ձևակերպման համար մարդուն ազատազրկել են իդեպ։ Եթե չենք հասկանում, ուրեմն նորից եմ կրկնում շատ բան։ Իմ ժամի հաշվին է։ Գագիկ, դա իմ ժամի հաշվին է։ Լավ, ներողություն, ես էլ միջամտեցի։ Ավելացրած եք։ Մենք արդեն շատ ենք խոսել, բայց մարդկանց համբերությունը։ Սա կարևոր հարց է երևի թե, բայց չենք հասկանում։ Ես չեմ ավարտել։ Ուրեմն ձևը դա շատ հեշտ է։ Արգելված է հակապետական, հակաժողովրդավարական ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Նրանք պետք է արգելվեն։ Եվ ես համաձայն եմ, որ դա մեղադրանք լինի իմ երկրին, ես կասեմ, եթե պատեժ կա, ես գալիս եմ։ Ուրեմն դա մեկ։
Երկրորդը, մենք պետք է շարունակենք մեր քաղաքական այսօրվա քաղաքական կուրսը, նվազեցնենք ես հատուկ նայեմ աչքերիդ, նվազեցնենք Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, ավելացնենք, ես օրինակն եմ միշտ բերում, Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը մեր երկրի անվտանգությանը։ Ես համարում եմ բացառված է, ես չեմ ընդունում բոլոր այն կարծիքները, որ ասում են, որ վճռական միայնակությամբ Հայաստանի Հանրապետությունը հաշտություն կնքելով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ կարող է գոյություն ոչ մենք որպես քաղաքակրթական դաշնակից պետք է լինենք Եվրոմիության հետ, այսօր Եվրոմիություն է կոչվում դա, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ուզեք ես թվաբանություն էլ ասեմ, 30% Ռուսաստանին, 30% Եվրոպային, 30% Ամերիկային, 10%-ն էլ Հնդկաստանին ու Չինաստանին, որպես գործընկեր, մեր երկրի գործընկեր դաշնակիցներ։ Շնորհակալ եմ, եթե ասելիք ունեք, մենք փորձում ենք ամփոփել այսօրվա, դուք ոնց որ թե խոսեցիք այս հարցի շուրջ, այո, եթե ավելացնելու եւ ամփոփելու ցանկություն ունեք, պարոն Վարդանյան, եթե ոչ, եթե այո, համեցեք, մեզ մոտ դեմոկրատիա է, այո։ Դե շատ կարճ կամփոփեմ, կաշխատեմ ամփոփել։ Համեցեք։ Ես կարծում եմ, որ մեր այսօրվա հանդիպումը եւ այն աշխատանքը, որը մենք կատարեցինք այսօր, օգտակար է։ Եվ վատ չէ լինի այն շարունակել, գուցե այլ կազմով, ավելի լայնված կազմով, որովհետև նորից եմ կրկնում, որքան մոտենում է ընտրությունների ժամանակը, այնքան ավելի կարևոր է դառնում մարդկանց ներկայացնել ճշմարտությունը եւ մարդկանց թույլ տալ ինքնուրույն, առանց որևէ ճնշման, անել իրենց ազատ ընտրությունը, Եվ նորից եմ ասում, որ այն քաղաքական ուժը, որը ստեղծվում է արդեն, ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, արդեն ստեղծվում է, ունի իհարկե բազում դժվարություններ եւ կազմակերպչական եւ ֆինանսական եւ այլն, բայց արդեն ստեղծվում է։ Եվ այդ ուժը կլինի ոչ թե երրորդը, այլ միակը, որովհետեւ այդ ուժը կհասնի ջախջախիչ հաղթանակի։ Ես դրանում չեմ կասկածում։ Շնորհակալություն։ Այդ ուժը պետք է ժամանակ ունենա, որպեսզի նախ ներկայանա եւ երկրորդը վստահություն ձեռք բերի, համաձայն եք։ Դա ժամանակ է պահանջում, իսկ մենք նշեցինք մի քանի անգամ, որ 6.5 ամիս է մնում, կես տարվա ընթացքում կհնարավորություն կա թե ոչ, որպեսզի հանրությունը այդ այլընտրանքի հնարավորությունն ունենա։ Պարոն Սախանյան, ամփոփելու կարիք ունենք, թե ոչ, թե ամեն ինչ ասեցիք։ Մենք երկու նախադասություն։ Մենք իսկապես կառնած ենք շատ վճռորոշ փուլում եւ կանխանշելու ենք, հաջորդական գոնե մոտակա 5 տարվա Հայաստանի զարգացումը։ Եվ ուզում եմ ընդամենը մի բան շատ կարևոր եմ գծեմ, եւ այդ միտքը իստվեց պարոն Արշակյանը, որ ասեց տոկոսային բաների կիսեց, Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, անգամ Չինաստան, բան։ Ես մի փոքր այլ կարծիքի եմ, ինչի համար։ Որովհետև այդ շռայլությունը կարող են թույլ տալ իրան գոնե սրանից մի 20 տարի առաջ եւ կամ 15 տարի առաջ, երբ որ Սերժ Սարգսյանը իր կառավարման օրոք ասում էր եւ Արևմուտք եւ Ռուսաստան։ Մեկ ասում էր համընթան երկու մորցից ուտենք, գառը, խելոք գառը կոմպլիմենտար։ Կոմպլիմենտար, շուտ տարբեր նման բան։ Այսօր այդ բևեռացումը աշխարհում այնքան է սրած է, այսինքն քաղաքակիրթ աշխարհի ընդդեմ բռնատիրական ռեժիմների, որ էլ քեզ այդ հնարավորությունը չեն տալիս, բայց Նիկոլ Փաշինյանի այսօրվա կառավարությունը փորձում է եւս նախորդ իշխանությունների այդ բանաձևի մեջ տեղավորվի եւ այս բառը արդեն իր կողմնակիցները, այսպես ասած, ջատագովները անվանում են բալանսավորված քաղաքական։ Այդ բալանսավորումը, այսինքն քեզ էլ չկա հնարավորություն բալանսավորելու։ Եղբայր, կամ սևի կողմն ես, կամ սպիտակի, դու պետք է ընտրությունը կատարես։ Այսինքն այսօր չենք կարա մենք ասենք եւ Չինաստան եւ Ռուսաստան, եւ Ամերիկա եւ Եվրոպա։ Դուք նորանում եք զգուշավորություն եզրույթը։ Պարոն Վարդանյան ասաց պատերազմից հետո գագեք։ Հիմա տեսեք, պատերազմից հետո սպիտակ չի լինի։
Սև սպիտակ չի լինելու։ Բայց սև ու սպիտակը Բոլորը հավերժ սպիտակ են լինելու է։ լինելու։ Ներից սկսած մինչև հավերժալինը աշխարհի վերջին Նայ, մինչև լինելու է։ Դու քո քեզ որտես դիրքավորում քո քաղաքակրթական հիմունքները։ Այո։ Հիմա այնքան այդ երկու լարի վրա խաղացողները, տեսեք, աչ բաներ են էլի։ Այնքան են այդ լարերը հերված է իրարից, որ շպագատը արդեն չի ներում։ Հա, շպագատը ներում է բացվածքը, բայց ոտերիդ երկարությունը չի ներում։ Այսինքն պետք է վայր ընկնես, դու պետք է լարերից մեկը ընտրես։ Ձեր առաջարկը կողմնորոշվել Միայն արևմուտքը ես ձեզ ասեմ, սա սենց ասենք քաղաքակիրթ աշխարհ, որովհետև արևմուտքի մեջ մտնում են եւ արևելյան Ճապոնիան, եւ հարավային Կորեան, եւ Ավստրալիան, եւ բոլոր Ռուսաստանն էլ կմտնի պատերազմից հետո։ Հա, որ Ռուսաստանը։ Պարտված։ Որ Ռուսաստանը։ Պարտված Ռուսաստանը։ Ես շնորհակալ եմ պարոն Այգ։ Ռուսաստանի փշրանքները կարող են։ Շնորհակալություն պարոն Այգ, պարզապես ասեմ, որ մեր այսօրվա քննարկման նպատակը որն էր, մենք փորձեցինք տալ ձեր շնորհիվ, այսինքն ձեզ խնդրեցի տալ ներկա անցած եւ ներկա իրավիճակների գնահատականը եւ փորձում էինք գտնել եւ առաջարկել լուծումներ այնպիսին, ինչպիսին դուք ամենայն դեպս ձեր անցած ճանապարհը հաշվի առնելով, ձեր կենսագրությունը եւ դուք մեծ քաղաքական ասպարեզում գործունեություն եք ունեցել, չպատմեմ բոլորին, բոլորը տեղյակ են։ Եվ այսպես տվեցինք, փորձեցինք տալ անցած եւ ներկա իրավիճակի գնահատականը եւ փորձեցինք գտնել լուծումներ, թե շարունակենք քննարկումները, ձեր առաջարկությունը, այո, երևի թե մինչ ընտրությունները իմաստ ունի բոլոր հարցերին անդրադառնալ եւ տարբեր կարծիքներ լսել, որպեսզի հանրությունը իսկապես ինքնուրույն կարողանա կատարել իր ընտրությունը եւ կարողանա որոշում կայացնել ոչ թե այս կամ այն մանիպուլյացիայի զոհ լինել։ Համաձայն ենք։ Այո։ Շնորհակալ եմ մասնակցության համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ եւ այսպես նորից ներկայացնեմ մեր այսօրվա քննարկման հյուրերին Հայաստանի Հանրապետության առաջին գումարման ինձ խնդրեցին, կարծեմ պարոն Խզմալյանը խնդրեց այդպես հիշեցնել, այո, դա կարևոր է առաջին գումարման խորհրդարանի, որի անվանումն էր Գերագույն խորհուրդ, Գերագույն խորհրդի падգամավոր 90-99 թվականներին, 99 թվականը հիշում ենք։ Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը, քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Արկադի Վարդանյանը, շնորհակալություն պարոն Վարդանյան, Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանը, շնորհակալություն պարոն Այգ, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Զրուցվարում եմ ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։